Բարև ձեզ բարեկամներ, Փակ TV-ն սկսում է մի նոր հաղորդաշար, բաց զրույց, անկեղծ զրույց, փակ զրույց, որը կուզենաք, դա չի էականը, կարևորը այն է, որ մենք այստեղ հրավիրելու ենք մարդկանց ոչ թե բանավեճի տարբերակով, այլ պարզապես մարդիկ փորձելու են իրենց կարճիկը կիսել մեզ հետ, եւ պիտի ասեմ, որ մեր նպատակը չէ որոշել նրանցից, ով է ավելի մոտ կանգնած ճշմարտությանը, ով ոչ։ Մեր նպատակը այդ մարդկանց հնարավորություն տալ արտահայտվելու, ասելու այն, ինչ մտածում են։ Եվ այսօրվա մեր Անդրանիկ հաղորդման հյուրերը ամենևին էլ պատահական չեն ընտրվել։ Հայաստանի ցեղակրթության կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը, բարև ձեզ։ Եվ մեր ճանաչված քաղաքագետներից մեկը Հայկ Մարտիրոսյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Հայկ, շատ ուրախ եմ, որ դուք մեր տաղավարում եք եւ պիտի ասեմ, որ այսօր մենք իսկապես թափանցիկ զրույց ենք ունենալու եւ հարցը, որ ես տալու եմ թե Հայկին, թե պարոն Շանթ Հարությունյանին, չի նշանակում, որ այդ հարցը միայն մեկին է վերաբերում։ Մեկ ընդհանուր հարց, որի կարող ենք ստանալ տարբեր պատասխաններ։ Առաջին հարցը, որը ուզում եմ սկսենք մեր զրույցը, դա այն է, թե այսօր ռեալ Հայաստանում ինչ իրավիճակ է ստեղծված ազգային ժողովի վերջին ընտրություններից հետո։ Հայկ, միգուցե դուք սկսեք։ Ոչ մի առանձնահատուկ իրավիճակ էլ ստեղծված չէ։ Ես բազմաթիվ անգամներ ասել եմ, որ ես այս պրոցեսները չեմ դիտարկում հատվածային, այսինքն չեմ նայում այս ամսից այս ամիսը կամ այս սեզոնին սա է լինում, նա է լինում, այսպիսի բան։ Կա մեկ ընդհանուր շղթա։ Տարբեր օղակներ կան, տարբեր գույներով ներկված, տարբեր չափերի թվացող, բայց մեկ միասնական անկախտելի շղթա է, որը կոտրել հնարավոր չի լինում եւ կոտրողել չկա ճիշտն ասած։ Եւ այդ շղթայի օղակներով հերթով անցնում է process-ը, մինչեւ կհասնի վերջին, որտեղ այդ շղթան կտրված է եւ ամեն ինչ ավարտվում է։ Սա հերթական հանգրվանն է, որի մասին մենք բազմաթիվ անգամներ խոսել ենք, ես այսպես ասեմ։ Եվ ընտրություններից հետո հիմա տեղի ունենում այն, ինչ տրամաբանորեն պիտի տեղի ունենար եւ այն, ինչի մասին բառացիորեն ես զգուշացրել եմ նախքան ընտրությունները։ Ոչ թե զգուշացրել եմ, այլ ասել եմ, արտահայտվել։ 6 ամիս առաջ, լավ իր։ Այո։ Դեռևս 1 տարի առաջ անգամ։ Չէ, մեզ մոտ 6 ամիս առաջ այո, ընտրությունների։ Բայց մասնավորապես մինչև Եվրոմեդիա 24-ի եթերից արգելվելը, երբ հրավիրում էին, այդ ժամանակ ասել եմ այնտեղ մի քանի անգամ եմ ասել, դրա համար եմ ընդգծում։ Հիմա տեսեք, տեղի ունեցել այսպես կոչված ընտրություններ, իշխանությունը վերարտադրվել է եւ վերարտադրվելուց հետո միայն մեկ բան է փոխվել։ Առավել անկաշկանդ, առավել բաց, առավել կոշտ է գործում այս ռեժիմը եւ առավել կոշտ է շարունակելու գործել։ Ինչու, որովհետեւ առջևում կան պատմական կարևորագույն իրադարձություններ, որոնք տեղի են ունենալու, դա սահմանադրության փոփոխությունն է, դա միգուցե ստորագրումը, միգուցե չստորագրումն է, այսպես կոչված խաղաղության պայմանագրի, եւ դա ինչ որ մի պահի իմ կարծիքով, իմ համոզմամբ անխուսափելի Ադրբեջանի ռազմական հարձակումն է Հայաստանի վրա։ Միաժամանակ նաև ադրբեջանցիների, ես 300,000 թիվը չեմ ուզում ասել, որտեղ ես համոզված եմ, որ 3 միլիոն եւ ավելի են գալու, եւ սա չափազանցություն չի, բայց չեն գալու մի օրում 3 միլիոն չեն նստելու ավտոբուս կամ գնաց գալու, չէ։ Հայաստանը բնակեցվելու է ադրբեջանցիներով, այնպես ինչպես Արցախն է բնակեցվել ամբողջությամբ։ Եվ այս իրադարձությունները դա սկսելու է 3 հոգուց, սկսելու է 30 հոգուց, այսպես, եւ դա process է լինելու, բայց այդ 3 եւ 30 հոգին նույնն է ինչ 3 միլիոնը, 300,000-ը պայմանական թիվ է, թեև ադրբեջանական աղբյուրները, ադրբեջանական պաշտոնատար անձին 300,000 թիվը հնչեցրել են, եւ այդ մասին եղել են տարբեր հետազոտողների հայտարարություններ եւ վերլուծություններ արդեն on-line դրանք տեղադրված են։ Հիմա ես պայմանական եմ ասում 3 միլիոն։ Միգուցե 10 միլիոն կան, թեև 10 միլիոն չեն գա։ Շատ դժվար։ Չէ, բայց ասածս ինչ է, որ Հայաստանը իմ համոզմամբ ապագայում եւ առաջիկայում լինելու է առանց հայերի։ Հիմա այս գործընթացները, բայց դա վերջին փուլն է։ Այս գործընթացները իրականացնելու համար անհրաժեշտ է ունենալ մի իրավիճակ, որտեղ այլևս բոլորը վախեցած են, բոլորը սարսափած են, բոլորը լռեցված են եւ չկա որևէ խոչընդոտ։
Եվ սա է միայն փոխվել այս ամբողջ շղթային նախորդ օղակների համեմատությամբ։ Մենք տեսնում ենք իշխանության շատ կոշտ վարքագիծ եւ անկեղծ ասեմ, ես գտնում եմ, որ դա գուցե արդարացված է։ Գնացել քվյարկել են, հայ ժողովուրդը քվյարկել է այդ ապագայի օգտին եւ այդ ապագան գալիս է։ Ես այդտեղ արդեն աննորմալ բան չեմ տեսնում, անկեղծ ասած։ Շատ դաժան իրողություն է նկարագրում։ Հա, ես դե կանեմ իր հետ այտենց վերլուծեմ իր ամբողջ ասածը։ Այդ ինչ որ ինքը ասում է Հայկը, Հայկ ջան կներես, եթե սենց անով դիմեմ, էլի ազգանով չդիմեմ։ Ուրեմն այդ process-ը ծրագիր է, որ ասենք հաջորդի դեմ փորձում են իրականացնել։ Բայց մենք հայերս նես չի որ դիտորիմը Հայկի լսում էի մտածում ես օրինակ Ֆրանսիայից կամ Ամերիկայից մի հատ քաղաքագետ գա, իրապես դոկտոր խոսքը այլ ազգի էլի, ինձ ֆրանսիացի ասենք կամ ամերիկացի, ոչ թե ծագումով հայ։ Ասենք գա արա Հայաստանի համար կամ Կովկասի ռեգիոնի համար վերլուծություն անի, որտեղ ըստ էության իր ասածը Կովկասյան վերլուծություն, ռեգիոնալ ապագայի մասին վերլուծություն, ուղղակի Հայաստանը դրա մեջ մի մասնիկա, մի հատվածի դեր է տանում։ Ասենք նորմալ կնայեի ու նաև կասեի սա լավ է, որ մեզի այս մարդը զգուշացնում է, ասենց հեռանկար է սպասում, որ մենք ավելի սկզբունքայինորեն, ավելի հետևողական, ավելի կոնսոլիդացված պայքարենք այդ process-ը չլինելու դեպքում, որտեղ Հայկը ըստ էության նոր բան չի ասում, ասենք Անեի կործանումից հետո 1045 թվականից հետո այդ քոչվոր թուրքերը մի մասը Ղզելբաշտ, մի մասը Սելջուկ, մի մասը Օսմանլու եկել են այդ նույն process-ը արել են Հայաստանում ու նես չի որ չի ստացվել, բայց նաև նես չի որ վերջնական բրծել է հաջորդը, այն ժամանակ դրանք թվականակը օբյեկտիվորեն ավելի փոքրականակ էր, հայերն էլ օբյեկտիվորեն ավելի, ասենք 11-րդ դարում կարող է 5-6 միլիոն հայ կար այս ամբողջ արեալում ապրող, բնական է 100-200 հազար թուրքը չէր կարա այդ process-ը կատարել, ինչ որ հիմա Հայկը նկարագրեց, որը հիմա ավելի ռեալ է։ Իրանք համ թվականակով են մեզնից շատ, համ այլ ռեսուրսներով եւ այլ միջազգային քաղաքականության մեջ ավելի adekvat են։ Բայց ես ասենք իր ասացի հետ ինչի համաձայն չեմ, որտեղ մենք կանք պայքարում ենք, ճիշտ է Հայկը ասում է, ես իրեն ասի հանձնված է, ինքը ձեր մոտ ասես չէ, հարց է, ով է հանձնված, հիմա ու վերլուծում ասում ես ուրախ եմ, որ իմ կողմնակիցները շատանում են, այսինքն ես մտածում եմ, ասինքն ուրախ եմ, որ հանձնվողները շատանում են, դա ասենք կարա, ասենք հետանենք ես համարում եմ ռուսը, թուրքը, ադրբեջանցին մեր թշնամին են, կարող է ասենք մեկ ուրիշներն էլ համարի, ենթարենք կան ասում են հрьяաները, Հայկը հակառակն է ասում, բան եւ այլ։ Ուզում եմ ասեմ ես այդ իրեկին համարում եմ հայ ժողովրդի ու Հայաստանի թշնամի։ Ես կարծում եմ, որ իրանք փորձում են հայ ժողովրդի ոգին կոտրեն, որպեսզի Հայկի ասած սցենարը ստանան։ Հիմա մեր մոտ կան, այո, ոգին կոտրված մարդիկ, որոնք հանձնված են, ասում են ապագան անհեռանկար է բան, բայց կան նաեւ մարդիկ, որոնք թույլ հույս ունեն։ Այսինքն ռեալ փաստ նայ մեզ հեռանկարը վատնա, բայց ասում կարող է հրաշք լինի, բան։ Հիմա ես կարծում եմ Հայկ երբ որ այդ դիրքորոշումը ասում է, այդպես կատեգորիկ, ինքը այդ կասկածամիտներն էլ են կոտրում, լսում են հանձնվածների բանակը, այդ դեպքում քանի որ ինքը չի բանա, ես մի հատ բան ասեցի այդ նախորդ հաղորդման, ասում եմ կներեք էլի Շանջան, ներողությունը հատելու համար մենք պարոն Ղուշյան կարող ենք այնպես անել, որ հատված խոսենք, որտեվ ես չեմ կարողանում հիմա գրանցել, Շանթը բաներ ունի, որոնց ուզում եմ արձագանքել, էլի հերթականությամբ, բայց որ շատ ասի կկուտակվի եւ ես չեմ կարողանա պատասխանել, ես լուր հարգանքով լսում եմ, բայց եթե կարելի է մի քիչ բաժին եւ եթե կարելի է ես նշումներ անեմ։ Ես նայ, այս վերլուծությանը հետ ասացի համաձայն եմ։ Հայկ ջան, պարոն Մարտիրոսյան ջան, ասացի, որ քո վերլուծության հետ համաձայն եմ, այդտեղ կարծում եմ բան չի։ Իմ ասածը, որ թշնամիները ուզում են, այդ ռուս, թուրք, ադրբեջանական, այդ ձեր ասածը իրականացնեն հաջորդի դեմ։ Հիմա ձեր ու պրիտոմ հիբրիդային պատերազմ է այդում հաջորդի դեմ, էդի հետաքրքիրը գիտեք որն է, բոլոր կողմերը քաղաքական դաշտում ասում են, ռուսամետ ուժերը ասում են հիբրիդային պատերազմ է այդում թուրք, ադրբեջանա, արևմուտքի կողմից, կամ սիոնիստների, կամ մասոնների կողմից ասողներ էլ կան։ Նիկոլը դաժե պաշտոնապես, օրինակ ես ասում եմ, ռուսների ու թուրքերի ու ադրբեջանցիների կողմից այդում հիբրիդային պատերազմ։ Նիկոլն էլ ասում է, որ ռուսների կողմից այդում հիբրիդային, Ալեն Սիմոնյանը, Նիկոլը, բոլոր այսինքն պաշտոնական մակարդակով հայտարարված է, որ Հայաստանի դեմ ընթանում է հիբրիդային պատերազմ։ Ընդդիմադիր ուժերը, որոնք պարլամենտական են, այսինքն երկրորդ գլխավոր ուժերը, նրանք էլ են ընդունում, որ այդ հիբրիդային պատերազմ, բայց այլ ուժերի կողմից, ոչ թե Ռուսաստանի։ Հիմա
Ես ու իսկ այդ ովքեր տանում են հիբրիդային պատերազմ մի ժողովրդի ոչնչացնելու Հայկի նկարագրած իրավիճակը ստեղծելու համար, իրանք մարդկանց են ման գալի հայ ժողովրդի ներսում, որոնք փողի դիմաց կամ չգիտեմ այլ պատճառներով կամ մի ուրիշ պատճառներով, ասենք, որպեսի իրանց հետ օգտագործեն իրանց սարքեն իրանց գործակալ կամ դաշնակից կամ բան ժողովրդի ոգին կոտրելու համար։ Հիմա ես Հայկի պահը ինչ եմ ասում, որ դա դու կամա թե ակամա, այդ գործի ոնց որ նպաստողը լինես։ Որտեւ sense պահ կա, ես առիթ ունեցել եմ ասեմ, որ իմ շրջապատում կան մարդիկ, որոնք էլի մտածում են, որ անհույս է հայ ժողովրդի ապագան, անհույս է։ Այդ մարդկանց հետ ասենք կնուն կա ծնուն, դա չգիտեմ, թաղում է, մաղում է, հանդիպում ենք, խոսում ենք, դենց երկար բանավեճ չեմ անում, որտեւ իրանք իրանց համար ապրում են։ Ասում ես ինչ երկրում սես բան, ասում ախպեր, անիմաստ է բաբշե բան։ Բայց իրանք չեն ելում տելևիզորով, վիդեոներով խոսում ոնց որ Հայկը։ Այսինքն իրանք ասում են ախպեր, մենք ցավում ենք մեր ազգի հիմար, բայց շանս չկա փրկվելու։ Դե չեն ելում խոսան, ես իրանց հետ շատ չեմ վիճում։ Բայց ես չեմ կարող հասկանալ մարդ, որ այդ սաղ ամեն ինչը հասկանում է, ու ասում է ես вообще կողք եմ քաշվել, անհույս վիճակ է, ես չեմ էլ պայքարելու բան, բայց հելում այդքան բան տելևիզորով ասում, այսինքն ինքը թշնամիների հետ հիբրիդային պատերազմի դետալ է դառնում, մասնակից է դառնում, որտեղ իմաստը չեմ տենում։ Ու նաև ասեցի, ասում, եթե Հայկ ասում է ես պատմաբան եմ ասում, ես կարող եմ պետք է գրեմ 100 տարի հետո, որտեղ արևմուտքում էլ Հայաստանի մասին լավ ճիշտ չեն օբյեկտիվ ներկայացնում, որ Մոզամբիկից մեկը կարդա իմանա։ Ես էլ ասեմ ախպեր, այդ Մոզամբիկցու մասին մտածում ես, բայց քեզի հետ Եվրոմեդիայում Գևորգ Մելիքյանը հարց է տալի, ասում է դու լուծում ունես, ասում է հայերը բոլոր շանսերը կորցրել են, բան, ասում է լուծում չկա, ասում է կա, ասում է որն ասում է չեմ ասում, ասում է քեզ որտեղ մեկը չի լսելու հայ ժողովուրդը։ Խի այդ Մոզամբիկցու համար խոսում ես, որ ինչ ապագա է սպասվում։ Դու հայ ժողովրդի համար էլ խոսա, ելքը ասա, թող ինքը հանա դու քոնը ասա, բա այն մյուսն էլ կարող է պետք։ Մենք վերածում ենք բանավեճի, բայց հասկացա։ Ես այդ հարցերի հարցը պատասխանեմ, շատ բաներ ասեց, մի այդքան էլ ես խոսեմ, մի քիչ ավելի կարճ հավանաբար։ Առաջինը ես հուսով եի, որ չի լինի բանավեճ, բայց որտեվ ես բանավեճերի չեմ գնում մասնակցում, բայց վերածվեց մի անգամից բանավեճի, օքեյ, խնդիր չի, ես խնդիր չեմ տեսնում։ Ես չեմ բանավիճելու, ես պատասխանելու եմ եւ երևի թե եթե գալուց շատ համոզված չի, հիմա համոզված եմ, որ լավ էր գալես, որովհետեւ այս հարցադրումները Շանթը հնչեցրել է բազմաթիվ անգամներ եթերներում, ինձ ուղված Ես շոյված եմ, որ անընդհատ ինձ է ուղում հարցադրումներ եթերներից։ Վերջում կասում խի։ Թե գուզելի եմ ասել։ Կարող ես եւ չասել, բայց օքեյ։ Ես իհարկե մի մասին հումորով եմ վերաբերվում, մի մասին լուրջ եմ վերաբերվում, որովհետեւ այդ հարցադրումները կան նաեւ շատերի մոտ էլ։ Եվ սա փաստորեն լավ հնարավորություն է արդեն մի վերջին անգամ հուսով եմ Շանթին դա ասելու, բացատրելու, հստակեցնելու, բայց ոչ միայն անձամբ Շանթին, այլև նրանց, ովքեր լսում են նրան եւ առաջին հայացքից համաձայնում են։ Առաջինը այդ պիտակավորումը, որ ես հանձնված եմ։ Ես հանձնված չեմ, որովհետև ես այն եզակի մարդկանցից եմ, որը խոսում է բաց եւ խոսում է բավական կոշտ։ Եվ ես խոսել եմ բավական կոշտ եւ բաց արդեն բավական վաղուց։ Այնքան վաղուց չէ, ինչքան Շանթը, որը բարուրից է խոսում, դեռևս չխոսած ժամանակից ինքը խոսում է, բայց ես ինչպես մինչև հաղորդումն էինք խոսում, առավել ուշ եմ մտել քաղաքականություն, բայց ուշը եւ շուտը այս պահին, կարևոր չեն, կարևորը ինչ ես խոսում, ինչ ես անում։ Մարդկա 500 տարի է քաղաքականության մեջ է, 5 կոպեկ չարժի այդ մեջը լինելը։ Ես քաղաքականության մեջ էլ չեմ։ Ես չեմ հանձնվել։ Եվ ես չեմ հասկանում հանձնվելու իմաստը։ Հանձնվում են, երբ կա պատերազմ, գալիս են քո վրա, դու վախենում ես կամ տեսնում ես ճար չկա, ձեռքերդ բարձրացնում, հանձնում ես։ Պատերազմ չկա։ Քաղաքականության մեջ Հայաստանում, տարածաշրջանում, Հայաստանի, Ադրբեջանի հետ հարաբերություններում, Հայաստանի ժողովուրդ, Հայաստանի ռեժիմ հարաբերություններում պատերազմ չկա, կա տոտալ համաձայնություն։ Կան անհամաձայն մարդիկ, օրինակ Շանթը, օրինակ դուք, օրինակ ես։ Մենք արմատապես անհամաձայն ենք իրավիճակի հետ, բայց պատերազմ չկա, եթե չկա պատերազմ, չկան եւ հանձնվողներ։ Կան կամ կա ընդամենը մեկ այս ամբողջ հայկական դաշտում իրականությունը արձանագրող։ Շանթը կարևոր բաներ ասեց իր խոսքի մեջ, ինքն իրեն մասամբ հակասելով։ Նա ասեց, որ ստացվում է, որ հույս չկա եւ այլն, բայց ես ուզում եմ մի քիչ հույս ունենալ։ Ակնհայտ է, որ Շանթն էլ որպես մտածող մարդ քաղաքականությունից հասկացող, հասկանում է, որ
տարբերակ չկա, չի մնացել եւ մնում է միայն հրաշքի հույսը եւ հրաշք բառը օգտագործեց շանթը ներողություն։ Այդ հրաշքին, այո, կարելի է հուսալ եւ միշտ պետք է հուսալ, բայց նկատի ունենանք, որ կյանքը հրաշքներից չի բաղկացած։ Հրաշքներ լինում են, բայց 1 միլիոնից մի դեպքում, 1 միլիարդից մի դեպքում կամ ընդհանրապես չեն լինում որոշ առումներով հրաշքներ։ Դեռևս Հիսուսի ժամանակներից ի վեր առնվազն 2026 տարի դեռևս որևէ մեկը հարություն չի առել։ Չհաշված Ղազարոսին, դա հրաշք կլիներ, չէ՞ որ մեռած մարդը հարություն առներ։ Դա տեղի չի ունեցել, այսինքն կան հրաշքներ, որոնք տեղի չեն, որոնք հակատրամաբանական են, տեղի չեն ունենում։ Հիմա Շանթը ասաց, որ ես ի տարբերություն այլոց ունեմ լսարան եւ իմ կողմնակիցներն էլ ըստ էության հանձնվածներ են, ես հանձնված չեմ, նորից եմ ասում։ Ես այն եզակիներից եմ, որ հանձնված չի եւ այն եզակին եմ, որը արձանագրում է այնպես ինչպես կա։ Հիմա Շանթի խնդրեմը իմ հետ եւ ոչ միայն Շանթի անունը տալիս են պայմանականորեն։ Այն մարդկանց, ովքեր այդպես են մտածում, նա է, դա ինձ առանձնապես չի ուզում, բայց բացատրեմ, նա է, որ ես արձանագրում եմ, այսինքն արձանագրողին, բանը ասողին, հույսերի վրա սառը ջուր լցնողին, բայց իրականության սառը ջուր լցնողին, միևնույն է հայկական մենթալիտետը չի կարող ընդունել, չի կարող հանդուրժել, որտեղ մարդիկ ուզում են գոնե ինքնախապեյությամբ իրենց գործունեությունը, իրենց խոսքը, իրենց քաղաքական դաշտում արկայությունը իրենց համար արդարացնել։ Ես չեմ ասում, որ դրա մեջ վատ բան կա։ Ես գտնում եմ, որ վատ է ինքնախապեյությունը, բայց եթե մարդիկ դրանից կոմֆորտ են ստանում, իրենք կարող են դա անել եւ անում են։ Բայց դրա համար պետք չի մեղադրել նրան, ով ասում է, որ դուք ինքնախապեյությամբ եք զբաղված, իրականությունը սա է։ Որտեղ եթե բժշկելու, եթե պայքարի 0.01% շանս այդ հրաշքը կարող է լինել, դա կարող է լինել միայն խնդրի եւ գալիք անխուսափելի իրականության, գիտակցության եւ գիտակցման պայմաններում։ Ոչ թե ինքդ քեզ հույս տալու։ Անընդհատ հանձնվել են բաներ, անընդհատ տեղ են ունեցել անverջ պարտություններ եւ հայ ժողովուրդը հայրեն հույս է տվել, որ լավ է լինելու։ Հիմա էլ իրեն լավի հույսով գնում է ընտրում է այս ռեժիմին, վերընտրում է երրորդ անգամ, որտեղ համարում է, որ այս ռեժիմի հետ լավ է լինելու, համարում է, որ ամեն բան լավ է լինելու, շարունակում է հանգիստ ապրել, ավելին ընկնում է վակխանալյաների մեջ հասարակությունը, մենք տեսնում ենք Երևանում ամեն տարի ավելի ու ավելի տոնական մթնոլորտ է տիրում ամենուր։ Ես նայում եմ ռեստորանները 3 անգամ ավելի շատացել են, քան 3 տարի առաջ, պատկերավոր ասած, փողոցներում արդեն մայթերում տեղ չկա։ Բոլորը լիքն են, բոլորը ուրախ են, բոլորը անհոգ են։ Եվ որտեղ մարդիկ հույս ունեն։ Այս հույսի խնդիրը ես Արա Պապյանի հետ եմ այս նույն վեճը ունեցել։ Հույսի եւ չհույսի ես դեմ եմ սուտ հույս տալուն, որպեսզի չհիասթափվեն չգնան։ Հիմա Շանթը ասեց, նրանք ովքեր չեն խառնվում ոչ մի բանի, նրանք էլ են հիասթափվում նայելով հայկին եւ այլն եւ այլն։ Ներողություն, իսկ այդ մարդիկ ինչեւ այդ ինչ էին անում։ Չկարողա իրանք ոչ թե չեն խառնվում, ասի դեռ հույս կա կամ իրենց հույսը իրենց խոհանոցի սահմաններից դուրս չի գալիս։ Իրենք հույս ունեն, չունեն, ոչինչ ոչ ձեզ չպետք է հետաքրքրի։ Այդ մարդիկ ոչինչ չեն արել։ Բա մեր գործունեությունը ինչի հիմա։ Շան, բացատրեմ։ Այդ մարդիկ ոչինչ չեն արել, այդ մարդիկ ոչինչ չեն անել։ Իսկ եթե ուզում եք, ես ուղղակի ուզում եմ բոլոր հարցերին պատասխանել։ Ընդհանրապես ոչ ոք ոչինչ չի արել Հայաստանում։ Ես կրկնեմ, Հայաստանում պայքար չկա, կան անհատների պայքարատիպ գործողություններ, ներառյալ քոնը, ներառյալ իմը։ Ընդ որում ես իմը չեմ հարցնում պայքար։ Հիմա գալիս եմ, հերթով եմ գալիս, Շանջան, որտեղ դու երկար խոսեցիր, պատասխանը բնական։ Չէ, խնդիր չունեմ ես, ինչքան պետքա խոսած, որ համ լեսարանը ընկալի։ Ես ուզում եմ հասցեագրեմ, էլի քո ասածները։ Եվ պայքար չկա, եթե պայքար լիներ, այս ժողովուրդը եւ այս երկիրը այս վիճակում չէր լինի։ Հայ ժողովուրդը չի պայքարում, ինքը երբեք չի պայքարել։ Պայքարել են անհատները, դա արդեն այլ թեմա է եւ շատ երկար, որոնք եղել են ղեկավար դիրքի, չասեմ պաշտոնների, չի եղել պետություն, որը այդ պայքարը զսպեր, որը արտահայտեր ժողովրդի կամքը, եղել են անհատներ Նժդեհի պես, որոնք որոշակի այլ անհատների համախմբելու հնարավորություն են ունեցել, եղել են անդրանիկներ, որոնք պայքարել են եւ ժողովուրդը նրանց դեմ է պայքարել, եւ չի խոսում այս մասին, բայց Դավիթ Ստեփանյանը, մասնագիտությամբ ճարտարապետ, ֆանտաստիկ 2 ֆիլմ է նկարել։ Առաջին հանրապետության եւ Անդրանիկի մասին, ես խոսել եմ այս մասին բազմաթիվ անգամներ, ձեր եթերից էլ եմ ուզում ասել։ Պոպուլյար բան է ֆիլմը, ավելի հեշտ է դիտել, քան գնալ գրքեր կարդալը։ Թող մարդիկ նայեն կամ գնան ցուցադրություններին, որ կազմակերպում է երբեմն Ստեփանյան, Դավիթ Ստեփանյանը, ֆանտաստիկ գործ է արել այդ մարդը, փաստերի հիման վրա առանց ռոպագանդայի ցույց տալով, թե Անդրանիկը ոնց էր փորձում
պայքարի ոգի ստեղծել, չբարձրացնել է, ստեղծել։ Եվ ոնց կերան Անդրանիկին։ Ոնց էր Անդրանիկ ուզում Երևանը գրավել։ Ոնց էր առաջին հանրապետության ղեկավարության հետ կոնֆլիկտի մեջ մտել, որտեղ ասում էր չի կարելի զիջումներ անել, վերանալու ենք, ոչնչանալու ենք, հանրապետությունն է կորելու։ Ոնց զզվեց, թքեց ու գնաց։ Հեռացավ։ Պայքար չկա, չի եղել։ Սա խաբեություն է, ինքնախաբեություն է։ Ձեռքի հետ էլ ուրիշներին խաբել եւ դա այդ սրսկող թմրաբեր դեղն է, որը մարդկանց ասում է դե լավ կլինի, պայքարողներ կան, դե թող պայքարողներն էլ իրենց գործանիչը լավ չի լինելու եւ պայքարողներ չկան։ Ես անձամբ չեմ պայքարում։ Ես ասել եմ ձեր եթերում, դա դոնկիխոտություն կլինի։ Մյուսը շատ կարճ ուզում եմ անդրադառնալ այդ բանին, որտեղ ինձ ասում են սիոնիստ, հрьяաների շահերը պաշտպանող, բայց հрьяաների ոչ շահերն են պաշտպանում, ոչ սիոնիստական գաղափարներ եմ առաջ տանում, ես ձեզ չեմ ասում, բայց տարբեր մարդիկ, բայց ասեցիք, որ ես այլ կարծիք եմ հрьяաների մասին։ Բայց ես չասի վատ կարծիք եք թե լավ։ Չէ, հասկանալի է, բայց հասկանալի է։ Ես համարում եմ դուք դրական օրինակ եք բերում, անկախ դրանից։ Շատ դրական։ Ես կարծում եմ, որ եթե մենք քաղաքական մտածողության կես գրամ ունենայինք մեր մեջ, մեր ԴՆԹ-ի մեջ, մենք ամեն ինչով պիտի կապկեինք ուղակի, copy paste անեինք հрьяաների եւ իսրայելցիների։ Պետք չի կապկել, բայց որպես կատարելացված է կատարելության է հասցված պետականաշինության եւ ազգապահպանման գաղափար։ Բայց դա չքննարկել։ Կարճ բան ասեմ, շարունակեք, եթե պնդում եք այդքան, ասեմ, որ մինչեւ աշխարհի կողմից նվեր ստանալը պետությունը իրանք հայերից ավելի զիբիլ ազգ են եղել։ Իրենք նվեր չեն ստացել, երբևէ զիբիլ չեն եղել։ Նվեր են ստացել։ Չէ, իրենք երբևէ չեն եղել ամբողջ միջը գրական հայերից ավելի տանջված են եղել։ Հիշում եք վաճառական Շեյլոկը, որ դրանք ասլա միսս կտրեմ Շեքսպիրից չխոսենք, բայց դրանք հակասեմիտական բաներ են, որոնք միշտ եղել են։ Հրաժարվի կարգում իրենք հայերից ավելի հալածված են։ Բայց սա մի կողմ է։ Հալածվում են ինչի հիմար։ Դրա համար որ ասում բաներ եք խոսում, շատ չեմ ուզում այդ մասին խոսել։ Հակասեմիտական չի, ասում եմ իրանք մինչև 48 թվի պետություն ունենալը, իրանք հայերից ավելի բետար վատ վիճակում են եղել։ Իսպանիայում էլ են հալածել կաթոլիկները։ Եվ դա ցույց է տալիս, թե իրենք ինչքան բաներ ունեն կոպի անելու իրենց։ Եթե իրանք պետությունը նվեր չստանային, երկրորդ համաշխարհային նվեր են ստացել են դա։ Մենք պետությունը նվեր ենք տալիս, իրենք ստեղծում են։ Պնդում եք իրանք ստեղծել են, ուրեմն դուք ստիպված եք ընդունել դավադրությունների տեսությունը սիոնիստների ու մասոնների կողմից։ Դրանք հիմարություններ են։ Բայց հիմա դրանց մասին չխոսենք։ Ասում եք, որ իրենք թշնամի են Հայաստանին։ Ես կարծում եմ, որ Իսրայելը կարող է դառնալ թշնամի եւ թշնամի դառնալու ճանապարհին է, երբևէ չի եղել թշնամի եւ դա շատ արդարացված է։ Դա հայերի վաստակած թշնամությունն է։ Հայերի նկատի չունեմ ազգի կամ ժողովրդի, դա պետության, հայկական պետության եւ Հայաստանը ամեն ինչ արել է եւ հիմա հատկապես անում է, որպեսզի Իսրայելին թշնամացնի իր հետ։ Եվ շատ նորմալ է, որ Իսրայելը թշնամանա։ Չէ, հիմա այս չի որ հատուկ, իրանք ամեն ինչ անում են, բոլորի հետ թշնամանալու համար։ Իրենք ամեն ինչ անում են, որպեսզի իրենց համար ճիշտ լինի։ Եվ դրանից մենք պիտի օրինակ վերցնենք, ոչ թե քննադատենք։ Հայերը ոչ թե ամեն ինչ անում են, որ Իսրայելի հետ թշնամի լինեն, այլ հայերը ամեն ինչ անում են, որ բոլորի հետ թշնամի լինեն, ոչ թե առանձնահատուկ Իսրայելի դեմ։ Չէ, առանձնահատուկ Իսրայելի դեմ Թուրքիայի դրդմամբ։ Նաև, բայց մնացած այդ մասով համաձայն եմ ձեր հետ։ Հիմա ասում եք թշնամիները նստած նայում են Հայաստանում ինչ թեզեր կան, ինչ ռոպագանդիստական բաներ կան եւ հայկի պես մարդկանց են ման գալիս, չէ, իմ պես մարդկանց։ Չէ, բայց քո արարքը կամա թե ակամա նպաստում է այդ ողջ։ Շնորհակալություն, որ այդ կամա թե ակաման ասում եք գոնե այդտեղ խնայում ես, շանտ, բայց ասեմ ես շատ հանգիստ եմ վերաբերվում, էլի ամեն ինչ դիսկուսիա է սա, դրանից այն կողմ չի էլի, որ ասես դու էլ ինձի աբարոտ կայի։ Լավ ասի, դիսկուսիա, այսինքն քննարկում։ Այո, քննարկում։ Ուզում եմ այս սրան անպայման անդրադառնալ։ Այսինքն ես ինչա թշնամական գործակալ եմ, որ ճիշտ բան եմ ասում։ Ես եթե որևէ սխալ բան եմ ասում, չէ, հարց չեմ տալիս, ես ռետորական հարց եմ տալիս։ Եթե սխալ բան եմ ասում, կարելի է մատնացույց անել եւ ասել, այ այստեղ բնորոշումը սխալ է, ընդ որում Շանթը ինքը համաձայնեց, որ այն պատկերը, որ ես պատկերեցի, դա իրականություն է եւ դա եղել է արդեն նախկինում, ինչպես Շանթը հաստատեց, շնորհակալություն հաստատելու համար, եւ դա լինելու է, դա է ծրագիրը։ Եթե ես այդ ծրագրի մասին խոսում եմ, ստացվում է ես թշնամու բանը օրակարգն եմ իրականացնում եւ եւս մի հռետորական հարց, Շանթին եւ այլոց։ Եթե ես այդ իր ակնարկով թշնամու շահերը կամա թե ակամա սպասարկող մարդ եմ։ Ուզում եմ հարցնել, իսկ գործակալներ չկան թշնամու Հայաստանում։ Ոչի չկան։ Իսկ դրանք
շատ ավելի ծանրակշիռ դիրքերում չեն, քան ես իմ դիրքը 0 է։ Ես ոչ մի դիրք չունեմ, ոչ պետական, ոչ ֆինանսական, թե ձեր հասցեին, թե շանթի հասցեին, մենք հաճախ կոմենտներ ենք կարդում, որ նրանք այս կամ այն պետության գործակալն են։ Ծիծաղելի է, բայց դա դուք երևի առաջին անգամ չեք դա լսում։ Հա, այո։ Ես միանշանակ հավատացած եմ, որ Շանթը որևէ պետության գործակալ չի, միանշանակ հավատացած եմ։ Եվ իմ պահով էլ որպես փաստ գիտեմ, որ չեմ։ Բայց այդ գործակալ մեղադրանքը Հայաստանում ուղղակի ծիծաղելի է։ Հասկանում եք, այս իրավիճակի մեջ, երբ որ պարզ է թե ով է, ինչ դիրքերում ովքեր ինչ են, երբ որ պարզ է թե ժողովրդի մի հատված ինչ է համակրում, ինչ է սիրում, ինչի է պատրաստ, ինչ է արել, ինչ է անում, չեմ ասում լավ կամ վատ, ուղղակի ինչ է անում։ Այս իրավիճակում վերցնել անհատ մարդկանց, որոնք խոսք են ասում, եւ ասել անհատ մարդկանց մնացածը մենք գիտենք ով է, գոնե ենթադրում ենք ով կարող է գործակալ լինել, ով չէ, ուղիղ գործակալ, բայց Շանթին մեղադրել գործակալ լինելու մեջ կամի ծիծաղելի է։ Բայց հիմա այս ծիծաղելին թողնենք մի կողմ։ Իմ համար ծիծաղելի է նաեւ որ Շանթը այս ամբողջ իրավիճակի մեջ ասում է կամա թե ակամա դու թշնամու թեզեր ես, այսինքն ես ճշմարտությունը ի հայտ բերելով թշնամու թեզերն եմ ասում։ Թողես փոքր ռեպլիկա անեմ ու ելի շարունակես։ Երբ որ հրաշքի մասին ասի, ես երևի շեշտեի հրաշք ճակերտների մեջ նկատի ունեմ, այսինքն ես հրաշք ասելով նկատի չունեի աստվածաշնչյան հրաշքները, որ դուք ձեր նախորդ միայն աստվածաշնչյան հրաշքը։ Չէ, թողեք ասեմ, հրաշք ասելը նկատի ունեի, օրինակ Նժդեհը 7 հոգով, երբ որ բոլշևիկները եկան մտան Զանգեզուրը գրավեցին, նույնիսկ ղափանցիկ մի պահ չկռվեցին, ինքը բարձրացավ խուստուկ, հալածում էին ղափանցիները իրեն։ Կներես, ինքը բարձրացավ խուստուկ 7 հոգով։ Հետագայում որ դժգոհություններ առաջացավ գնում էին թաքուն իրան պենալու, ինքը ասեց, հա, ես գկամ, ձեզ կօգնեմ, այդ ընթացքում էլ երկու հատ նամակ գրեց։ Ժողովրդին էլ ասեց, որ ապերախտ ժողովուրդ էսկոմենկոմ բարոյապես մեղադրեց, ասեց հան ուղարկի քու փականագործները գան աշկերես հանեն, որ քու գլխի գալիք զուլումը չտենան բան, ու ինքը երբ որ մեղադրում էր ժողովրդին բարոյապես, դա նրանից էր, որ ինքը ակնկալիք թաքուն հույս ուներ, որ Ղափանի ժողովուրդը որոշակի ամոթի զգացում, այսինքն բարոյական չափորոշիչներ ունի։ Հա, բավոնց իջավ 7 հոգով, էդի հրաշք չի, 7 հոգով իջավ, ապստամբեց սա Զանգեզուր ազատագրեց, որի համար դու հիմա ապրում ես։ Չէ, դրա համար դու իմ ասած հրաշք բառը մի տար աստվածաշնչյան հարություն առնելու բիբլիական բաների մասին չեմ ասում, կներես, հետո շարունակեմ։ 60-ականներին, որ ասենք հերեսու իրանգերները ստեղծում էին ազգային միացյալ կուսակցությունը, ու ասում էին, որ Հայաստանը պետք է անկախ լինի, էլի ժողովրդի իրանք ում հետ որ խոսում էին, նույնիսկ կային մարդիկ իրանց հետ բանտ նստած բան, ասում էին ախպեր, ինչ եք խոսում, ինչ անկախություն։ Հայրիկյանը դրա համար 10 ասում, անկախությունը այդպես էլ չեղավ։ Եղավ, ոչ չեղավ, երբեք չեղավ։ Լավ էլի, բա 91 թվին ինչ եղավ։ Բացարձակ չեղավ անկախությունը։ Եղավ ձևի ֆորմալ փոփոխություն, Հայաստանը ավելի կորցրեց իր անկախությունը։ Մի րոպե կներեք։ Սովետի ժամանակ ավելի անկախ էր, քան հետո կամ հիմա։ Չէ, լավ, լրիվ էդի կներեք աբսուրդ հայմատությունը չի կարա մի երկրի վարչական շրջանը մի ազգ ելնելով Եթե իրավականորեն եք նայում, Շանթ, եթե իրավականորեն եք նայում, նայեք փաստացի։ Այն ժամանակ Հայաստանը հիմա էս Կարճ բացատրեմ եւ էլի խոսքը փոխանցեմ ձեզ, հա, որ չլինի որ ես հիմարություն դուրս տվեցի եթերում։ Բացատրեմ ինչ նկատի ունեմ։ Հայաստանը ուներ 0 անկախություն սովետի ժամանակ։ Այո։ Միանշանակ օկուպացվել էր բոլշևիկների կողմից եւ կորցրել անկախությունը տոտալ։ Ուղիղ կառավարում էր իրականացվում Մոսկվայից դրա։ Հա, ու 60-ականների անկախության համար պայքար սկսողները վերջը ստացան անկախությունը։ Ավարտեմ, չստացան, ավարտեմ միտքս։ Իրավական առումով ֆորմալ առումով, փաստացի առումով անկախություն չկար։ Բայց երկրի ներսում այս կամ այն ազգային մտածողություն ունեցող հայ կոմունիստական երկրորդ շրջանում, ընդ որում բոլշևիկյան շրջանը նկատի չունեմ, այդտեղ շատ քիչ ազգային մտածողություն ունեցող մարդ կար, եթե կար ընդհանրապես։ Երկրորդ շրջանում արդեն Ստալինի սատկելուց հետո, մասնարարապես 60-ականների ձնհալի ժամանակ եւ այլն 70-ականներին, 80-ականներին որոշակի ազգային մտածողություն ունեցող եւ շատ ազգային մտածողություն ունեցող մարդիկ կային ղեկավարության մեջ։ Այդ մարդիկ շատ ավելի բան էին անում Հայաստանի համար եւ ազգայինի համար, քան երբևէ արվել է այսպես կոչված երրորդ հանրապետության ժամանակ եւ իրենք ավելի անկախություն էին ապահովում որոշակի որոշումներ կորզելով Մոսկվայից իրենց վերադասներից ուղիղ, քան այն ինչ Հայաստանի այսպես կոչված երրորդ հանրապետության կառավարիչները արեցին երկրի համար,
որովհետև երբ որ այդ նոմինալ անկախությունը, ձևական անկախությունը 91 թվականին նվիրվեց հայերին, ահա թե ում է նվիրվել պետությունը, հայերին է նվիրվել, ընդ որում 2 անգամ հանրապետությունը։ Մի անգամ 18 թվականին, մի անգամ 91 թվականին։ Ձեր հայրը մեծ գործ է արել, եղել է այլախոհ, դու այլախոհ ես եղել, քո տղան այլախոհ է, դա ոչ ոք չի հերքում, Շանթ։ Բայց իրենք չեն ստեղծել հանրապետությունը։ Ցավոք սրտի, լավ կլներ իրենք ստեղծած լինեն։ Ասեմ ավարտեմ, էլի ներողություն, ես էլ ասեմ եւ խոսքը փոխանցեմ։ Այդ դա պատմական հանգամանքներով այդ բանը ստեղծվեց, նվիրվեց։ Եվ դրանից հետո արդեն դադարեց Հայաստանը ստանալ Մոսկվայից դոտացիաներ, սեփական տարածքն է, չէ՞, սեփական ստրկական տարածքն է Հայաստանը Մոսկվայի։ Թուրքիայում որ հայերը Վանում ապրեին, ընդդես դոտացիա թուրքերի Ստամբուլից Անկարայից չէին ստանալու։ Կայսրությունը իր տարածքին չի տալի, բայց ասածը դա է։ Ես դա եմ այնց ասում։ Եղավ անկախ էին ուրեմն։ Չէ, չեմ ասում անկախ է, այ եթե ունենային ինքնավարություն որոշակի տարածք վերահսկեին եւ ազգային մտածողություն ունեցող մարդիկ ինչ-որ հայերը ունեին շատ բառացի ես հասկանում։ Ես չասեցի անկախ է։ Եկեղեցին հայ պատրիարքը ազգային ժողովուրդը ազգային սահմանադրություն բան ունեն։ Ես ախր 5 անգամ ասեցի, որ ոչ մի առումով անկախ չէին, բայց անկախ որոշակի։ Չէ, ասես դոտացիա է։ Դա պայմանականություն է, իհարկե, բա Հայաստանը ինչ վինասներ։ Հիմա ոնց որ ասես Հայաստանը մի հատ լորի մարզին դոտացիա չտա։ Հայաստանը անկախ պետություն է այսօր։ Երբևէ Հայաստանի մաս թե մաս լինելուց վերածվել է լորի մարզին, բոլորին տալիս է դոտացիա, բայց լորին որ տալիս է մենք ավելի այդ լորեցիք ավելի անկախ են, քան բոլոր մարզերը։ Չէ, ով է։ Բայց սովետական Մոսկվան բոլոր հանրապետություններին դոտացիա տալիս էր, որոնց մի բան ասում ես, ինքդ ասում ես մի բան ես չեմ ասել, հետո սկսում ես դա հերքել, ես դա չեմ ասում։ Դու ասիկ դոտացիա ես տալի ավելի անկախ է։ Ես չեմ մի կապիր իրար։ Շատ տարբեր մտքեր էի արտահայտում, մեկը դոտացիայի մասով, մեկը ֆինանսավորման մասով, մյուսը անկախ գործողությունների անկախ։ Իմ ասածը այն է, կարճ ասեմ, իմ ասածը այն է, որ այսպես կոչված երրորդ հանրապետության օրոք Հայաստանը անգամ այն ինքնավար մի փոքր անկախությունը չի ունեցել, որ ուներ կայսրության կազմում ստրուկ պետություն լինելով։ Անկախության ընկալման տարբերություն։ Հիմա այս 40 տարվա մեջ ունեցել է։ Ինքը դե յուրե ունի, մի հատ սես բան։ Ասում եմ դե յուրե ունի։ Ես ասում եմ դե յուրե ունի, իրականում ունի։ Հիմա էդի արդեն մեր խնդրեմն է։ Ու նաև որ այո, մեր խնդրեմն է, բայց հաստատություն թե չունի։ Դուք երբ որ դա ասում եք կրված պրծած ժողովուրդ է։ Հաղթած ենք։ Այդ պաշտոնյաները ավելի հաղթելու են։ Նայեք, չէ, հաղթելու հարցը չէ։ Թողեք ասեմ, ասեցի որ նախ որ դուք ասում եք նվեր եք ստացել։ Ես ես հիշեցնեմ դուք քաղաքագետ եք, դոկտոր եք, արևմուտքում է շատ եք լինում։ Էդի լսած կլեք։ Շատ չեմ լինում, ապրել եմ շատ երկար։ Առավել եւս Ռուբիոն իրանց այդ գոսսեկրետարը Լեհաստան էր գնացել խոսած, ասեց մենք Չարիքի կայսրությանը հաղթեցինք միասին, այս սենց դաշնակիցներով ՆԱՏՕ-ով բանով եւ նաեւ սովետական միության դիսիդենտների հետ ամբողջ աշխարհը ընդունում է որ սարը պատերազմը իմիջայլոց Պատրիկ Բուքենենկա երևի դուք ավելի լավ գիտեք դրա մասին քան ես Պատրիկ Բուքենենը գրում է իր վերլուծության մեջ ասում է ոնց եղավ որ պայքարը ամերիկան սարը պատերազմը սկսեց ու կրեց ասում է մինչև ասում է Հիտլերը փորձում էր հզոր էր զարգացած ասում է կոլխոզ կար բեսպրեձել կար հալածում էր ով գալիս էր ասում է գիտեր թե հեսա սովետը փլվելու է չփլվավ ասում է ամերիկացի կանալիզ արին ասին քանի դեռ բոլշևիկյան, կոմունիստական կամ տրոցկիստական կամ սոցիալիստական այդ հայացքները պրոկոմունիստական, մարքսիստական հայացքները քանի արևմտյան Եվրոպայում ինքը դեռ պահանջարկված է, կան երիտասարդների յաչեկեք, բջիջներ, բաներ, որոնք մեր արևմուտքի ազատ աշխարհում գործում են, քարոզում էին մարքսիզմ, լենինիզմը, չգիտեմ ինչ, ասում ամերիկացիք այս անգամ խելոք հաշվեցին, ասին հələ մեր միջի 5-րդ ճարասյունները ոչնչացնենք, ոչ թե ֆիզիկապես սպանելու առումով, այլ գաղափարապես ծնանկացնելու առումով։ Ու ասում է 50-ականներին մանավանդ Ստալինի մայից հետո այլևս ոնց որ վարկաբեկվավ սովետական քարոզչության այդ կոմունիստական, սոցիալիստական գաղափարախոսությունը ամբողջ արևմուտքում ասում է ջախջախվեց այդ պրոկոմունիստական այդ յաչեկեկը երիտասարդական բան, նոր ասում է 50-ականների վերջերից նոր որոշում կայացվեց, ասում են, որ ամբողջ արևմուտք ազատ աշխարհը իր մոտ եղավ մոնոլիտ գաղափարախոսությամբ սովետը որպես Չարիքի կայսրություն սկսավ ընկալվել, թեկուզ պաշտոնապես Ռեյգանը դա հայտարարեց, բայց արդեն ասում է, հետո հաշվի առանք ասում է, սովետի ներսում ազգային խնդիրներ ունեցող ժողովուրդների պայքարը, խղճի ազատության, մարդու իրավունքների պայքարը, կրոնական ազատության, ասում է, այս ամեն ինչը համադրելով
50-ականների վերջին նոր Միացյալ Նահանգները որոշում կայացրեց, որ սարը պատերազմը լիարժեք թափով տանելու է, որ Սովետին կրի։ Այսինքն այդ ձևի մարդիկ վերլուծում են այսօրվա այդ Ռուբիոն, որը գոստեկրետար ասում է, որ այդ Սովետի փլուզման մեջ դեր են խաղացել, իմիջիալոց ասեմ, հայերը դուք ճիշտ եք, եթե մենակ հայերը անկեղականները անկախությունը պայքարեին չէին ստանալու, բայց ուկրաինացիներ կային, որոնք տասնյակ հազարներով, դաժե Շուխևիչից հետո 200-300 հազար մարդ բանտերում, Սիբիրներում աքսորվել, դրանց ընտանիքներից 2-2.5 միլիոներ հետները աքսորվել են, այսինքն միլիոներով ուկրաինացի, Պրիբալտիկա, Լիտվա, Լատվա, Էստոնիա եղել է, Վրաստանը մի քիչ ավելի ուշ բան։ Բայց իրենք են քանդել Սովետը։ Չէ, մի րոպե ասում եմ, ասեցի։ Հիմա էդի գիտեք ոնց է, ոնց որ ասեք խոսքի Սովետը կայնում ասում է ես Գերմանիային կրեցի։ Սուտ է իհարկե։ Չէ, մեծ մասը պես են ասում։ Չէ, միայնակ չի արել Սովետը։ Հա, բայց Ամերիկան երբ որ կրել է, այն էլ առանց Սովետի չի արել։ Իհարկե։ Հիմա այդ ինչի այդ դեպքը ընդունում եք, որ կոալիցիայով կրեցին Գերմանիային, բայց երբ որ Ռուբիոն ասում է կոալիցիայով կրեցինք, հղումանելով մի դրվագ նաև դիսիդենտների վրա, որտեղ դիսիդենտների փաստացի ներգործությունը խորհրդային միության վրա շատ մինիմալ էր, որտեղ խորհրդային միությունը տոտալիտար գից ավտորիտար տեղ պետություն էր, որը ճնշում էր դիսիդենտներին եւ ձեր որպես մարդիկ մյուսների պես մյուսները ավարտում էին իրենց կյանքը բանտերում կամ անցկացնում էին կամ գնդակահարվում էին։ Եվ դիսիդենտները այդ հարվածները չէին կարող հասնել։ Սովետական միությունը քանդվեց, եւ չեմ ուզում մենք գնանք այս թեմաների մեջ, բայց սովետական միությունը մի րոպե ասեմ, հուսով եմ սրանով կարդեք։ Սովետական միությունը քանդվեց պետական հիմարագույն կարգի, գաղափարախոսության անկենսունակության, տնտեսական ավանակային քաղաքականության, ամբողջ աշխարհով մեկ ֆինանսների հսկայական մսխման եւ ռուսական պետականաշինության անընդունակ քաղաքական մենթալիտետի պատճառով։ Այս տարբեր պատճառներով պետական կարգի, որը իր մեջ բազմաթիվ կոմպոնենտներ ունի։ Այսինքն դուք սխալ կառուցված լինելու արդյունքում ասում եք, ինչպես նաև արևմուտքի ձեզ քարոզում, ձեր նման մարդկանց, այդ ինչ որ հիմա դուք ասեցիք, ովքեր էին քարոզում։ Դիսիդենտներն էին ձեզ քարոզում, ձեր աչքերը բացում։ Ես այն ժամանակ դուք պրոստը չէիք ջոգում։ Հա, ձեզ ասելով ձեր նման այդքան բան ունեին, լսարան ունեին, կարող է լինել ձայնը լսվել Սովետում։ Մեկին բռնում էին։ Տանում էին գաղութներ։ Հա, բա հետո մարդիկ էլ տներում խոսում էին, ասում են, «Էս ինչը սենց»։ Եվ մարդիկ դուրս եկան ու տապալեցին խորհրդային իշխանությունը։ Ոչ, խորհրդային իշխանությունը ինքն իրեն տապալեց։ Համընդհանուր կոալիցիա, հիմա թողեք ուրիշ օրինակ բերեմ։ Մաս էին դրա։ Բայց հիմա դրա մասին մի հատ լսեք, ես էսի արի տեղել է տելեզոր պատմել եմ, էլի պատմեմ։ Ուրեմն հորս ընկերներից Վասիլյան Հովիկը ասում էր այն մարդ ասում էր, մենք Սովետի մար ավելի վտանգավոր էինք, քան թե Շահյանը, Հայկազն ու Ստեփանը, որ անկախություն էին ուզում, պրիտոմ այդ ԱՄԿ-ն որ ստեղծվավ, գրած էր պայքար սովետիզմի եւ կոմունիզմի դեմ։ Ոչ միայն անկախ Հայաստան ենք ուզում, այլ պետք է կոմունիզմի դեմ պայքար է։ Վասիլյան Հովիկենք ոչ անկախություն են ուզում, ոչ կուսակցություն են ստեղծել, ուղղակի հայրենասիրական խումբ էր, ոչ Սովետի դեմ էին պայքար հայտարարել, ոչ կոմունիզմի, դաժե իրենք կարծեմ Քոչինյանին թե Խրուշչովին էլ էին գրել այդ հողերի Նախճեվանի բանի, Մասիսի բանի հետ կապված, այսինքն ու ասում եմ մեզ 5-6-7 տարի տվին, իրանց Շահյանին տվին 3, Ստեփանին 4, Հայկազին 5 տարի բան, ասում եմ ուտե մենք ավելի խելացի էինք, ավելի վտանգավոր էինք, բաս այս բաները ասում, դե հորս ընկերներն ես չէի վիճում, հետո ջայլ տղա եմ, վաղ 23 տարեկան 88-ին ինչ պետք է վիճեի, չէի կարևորում, բայց իրան հարգում էի Հովիկին, իրա տեսակետը լսում էի։ Բայց միշտ մոռանում էի հորս մի անգամ այդ հարցը տայի։ Այս 2013 թիվն էր, երբ էր, որ վերջի տարիները Skype-ով խոսում եք մի օր հիշա, ասի պապա, ասի Հովիկս էս բանը ասում, երես խնդաց։ Ասում տեղես, ճիշտ ասում Վաշինգտոն մեզել էր հետարքիր։ Ասում գաղութում նստած էիք, ասում եկան ասի մի հատ գեներալ է Մոսկվայից եկել KGB-ի, որպեսի ինչ-որ քաղաքդաստիարակչական կանոնով հետ խոսա, ասի ինչ փողոք ունեք, պահանջ բան, էլի էս։ Ասում դե տես չենք այդում տեստեղեր, բայց ասում քանի որ սա գաղութին էին տանում։ Մեզի արիթ էր, եթե այք ուրիշների նահագին բախտումը, որ հատուկ չեն գնացել բարակից բարակ շփվենք, դե ամեն ձևի կալանավոր եղել է։ Ասում ասին կետան կտեք խոսանք, բանկանենք, ոչ էլ կնանք, էլի տենանք ինչ այք են խոսում։ Ասում գնացինք, ասում դες թեկված իրար հետ խոսում ենք, այդ բանի դալիճում էլի, դե գաղութում դալիճ ա եղել։ Ասում մեկ էլ մի հատ ասում բան մեր անունն է ասում լեսանք, ասեց Հայկազը, Շահյանը, Ստեփանը, բան ասում դες ուշադրություններից դարձիկ, մի հատ ասում ուկրաինացի, հելավ ասում դե գեներալը խոսում էր Սովետը արդար բան, երգիր է, էս այնա,
Ասում այդ ուկրաինացին հելաբասես չհասկացած ես, որ արդար է։ Ասես մենք անկախության կուսակցություն ենք ստեղծել, թե խումբ ենք ստեղծել, ասում անկախություն ենք ուզում, մեզ տվել ես, ասում ես ինձ տվել ես 11 տարի, ընկերոջս 12 տարի, այն մյուս ընկերոջս 14 տարի։ Ասում այդ նույն բանի մար Հայաստանում դատվել են Շահյանին տվել եք 3 տարի, Ստեփանին 4, Հայկազին 5։ Այդ ոնց եք խոսում արդարության մասին, բան, ասում ես նախ ասում ընդունված չի որ կալանավորը վեկալի բողոքի ասիջան խեսքիչ դատե բանման, ասում համել հետաքրքիր է այդ գեներալի չի պետք է պատասխանի, որտեվ այդ մարդը ասում անարդար մոտեցում եք ցույց տվել, ասում ես գեներալը սենց արեց, ասեց կան հանցագործություններ սպეციფიկ ռեսպուբլիկաների հետ պայմանավորված այդ դրա ռեսպուբլիկայի, ասենք օրինակ ոնց որ կարող է ասեն միտեղ բանը բռնաբարությունը, որտեղ շատ է տարածված, այդտեղ ասենք էլի 8-ից 15 տարի, որտեղ քիչ է կարող է 6-ից 10 տարի խոսքի, կամ ասենք ավտոուգոնը ես հիշում եմ ինձ տեսել եմ Ռուսաստանում նստել։ Դիսիդենտների դերը այդքան կարևոր չէր քանդման գործը։ Չէ, մի րոպե ասեմ։ Հա այդ մասն եմ ասում, բայց էլի ոչ թե այդքան կարևոր չէր ասեմ։ Ասենք այտենց բաներ կորնեք Հայաստանում վիտրիզվիցել միակ հանրապետություն եղել, գոնե դուք կհիշեք, չի եղել վիտրիզվիցել, էլի, որտեղ հայերը ասենք կամ այդքան չէին խմում, կամ վեկալում տանում էին տուն, կամ էլ իրաց տանը պահում էին, ասում էին առավոտ կեթաս, ոչ եմ տես չի եղել, այս գեներալն ասում, որ ամեն մեկ սպეციფիկա է։ Ասեց Հայաստանում անկախություն որ ուզում են, ժողովուրդը ծիծաղում է դրա վրա։ Մենք կարիք չունենք ավելորդ իրանց պատիժ տալով լրջացնելու իրանց դերակատարությունը, բայց Ուկրաինայում ասեց, եթե ձեզ այդքան խիստ չպատժենք, ոչ թե տասնյակ հազար, այլ 100,000-ավորները գկան ձեր հետևից։ Պատմությունը դա ապացուցեց։ Չէ, մի րոպե, հիմա Չէ, մի րոպե, չէ, մի հատ լսեք, ուզեմ ասեմ, որ երբ որ դուք ասում եք դիսիդենտների դերը տենց չի եղել, հենց հիմա Ուկրաինան այդ դիսիդենտների արդյունքում Ռուսաստանի դեմ պատերազմ է մղում։ Հենց հիմա Հայաստանի դիսիդենտների Չէ, մի րոպե, էլի։ Պրիբալտիկա Լիտվայում էլ է եղել, բայց ես ձեզ ասեմ, որ էդի հենց առաջի 3 հոգին էին։ Իսկ սովետական միությունում միակ կուսակցությունը, որ միջև սովետի փլուզում գործել է, էդի ԱՄԿ-ն ա եղել։ Ուրիշ ռեսպուբլիկաներում ելել են ավելի շատ քանակով պայքարել են։ Բայց համաձայնեցինք, դուք իմ ասածը ապացուցեցիք, հաստատեցիք։ Դե համար որ Հայաստանի դիսիդենտները չեն քանդել սովետը։ Ես ձեր ասածը Ձեզ թվում է հերքեցիք, իրականում ապացուցեցիք։ Ասեմ ձեր ասածը հերքեցի, որ հրաշքներ լինում են 3 հոգով կուսակցություն ստեղծեցին։ Եկավ Պաուլ Հայրիկյան իր խմբով, եկավ Աշոտն, Ազատը, էլի եկան Վարդան Հարությունյանը, Իշխանը Մկրտչյան, սերունդներով 20 միջև սովետի փլուզումը, այդ ԱՄԿ-ն, այսինքն ես ճակերտերով ասեցի հրաշք։ Արցախում եղավ հրաշք, պահվեց Արցախը։ Արցախի process ուրիշ է, եկեք հենց Կարսում եղավ հրաշք, Անիում եղավ հրաշք, որի մասին։ Զանգեզուրում եղավ, եթե գնում եք Կարս, ասեմ Նժդեհը Զանգեզուրում 7 հոգով արել։ Զանգեզուրում եղավ ժամանակավոր 7 հոգով արել։ Հրաշքն անգամ ժամանակավոր է։ Երբ որ այ այդ քո ասած ընդհանուր գիտակցությունը չկա, մի րոպե, Զանգեզուրը կորցնելու ենք շուտով եւ կարծում եմ այդտեղ դու էլ չես կասկածում։ Զանգեզուրը, չէ, որ իրանք ներխուժում կանեն, ես գրեթե վստահ եմ, արդեն արել են ջերմուկի միջև մի հատված։ Բայց ես տարբերակներ տենում եմ, որ կանանք փրկեն ոչ միայն Զանգեզուրը, բայց ոնց խոսենք դրա մասին, ոնց։ Չէ, այդ կասեմ, այսա կասեմ։ Ժողովուրդը ոտքի կկանգնի Արցախը տալուց հետո։ Վեճի մի հատ գլխավոր բան կա, որը ես զարմանում եմ, որ դուք անտեսում եք ու իմիջիալուց Հայաստանի քաղաքական դաշտում բոլորն են անտեսում։ Okay։ Բոլորը տարբեր լուծումներ ասում են ու մարդիկ, որոնք ասենք իրանք քաղաքագիտության, ասենք խոսքի ոչ Պապյան, խեմ հա ասում, նաև ասեմ խիեմ ես այս սիտուացիայում ասի, քանի որ մենք Հայկը Մարտիրոսյան, Պապյանը, Արա Պապյանը եւ Գուրգենը Սիմոնյանը հանդես են գալիս մեր այն դաշտում, որտեղ ես սաղճանքից պայքարել եմ։ Այդ դաշտի մեջ դրա համար ես որ ռուսներին անկախական պոզիցիայից քննադատում են ոչ միայն բանը թուրք-ադրբեջանցիներին, այլև ռուսներին որպես իմպերիայի դեմ պայքարի դրոշ եւ իրանք իշխանության կողմնակից չեն։ Ասենք Շիրինյանը, ասեցի Արամ Սարգսյանը, բան Բաբաջանյանը, բանը Խզմալյանը հիմա մի քիչ բան, իրանք էլի քննադատել են այդ ռուսական քաղաքականությունը, բայց իրանք եղել են իշխանամետ։ Ես ոչ Հայկի մոտ եմ տեսել, թեկուզ վերջերս գովմեիր ասում էր մի հատ տղենա բան, բան տենց չի։ Չէ։
Չէ, Չէ, չէ։ Հիմա ոնց որ ասես սովետի վախտել, ասես Ստալինը միակ տղեն հա կամ Բա ինչ էր։ Խրուշչովը Բա ինչ էր։ Բա միակ տղեն էր։ Զաչումարի տալիս Խրուշչովը իրան։ Դաժե էլ ասում է Բերյանել թույնեց սպանեց։ Ստալինին, Խրուշչովը Ստալինին։ Բա ինչ խայտարակ արեց։ Խրուշչովը Ստալինի ժամանակ նապաստակ էր Ստալինի աշխատում։ ժամանակ չէ։ Բա Ստալինը մինչև չմեռավ, Խրուշչովը Խրուշչով չդառավ։ Վերսիաներ կա, չէ՞ որ ասում են Տարբերակը, բայց ապացուցված չի, բայց վերադառնանք այդ բայց իրան ոչնչացրեց Խրուշչովը սովետներ, այն որ նոր ասում է։ Ստալինի դուք ենեն դերեմ ասում է Ստալինի հետ մահու հետո իշխանությունը ոչնչացրեց Խրուշչովը։ Բայց օրինակ հիմա կենթանության օրոք բոլորը նապաստակ էին հա աշխատում։ հետո ինչ։ Մի րոպե, այդպես էր։ Հիմա բայց մի կողմ։ Փլուզվավ, չէ։ Ինձ հետաքրքիր է ինչ էիք ասում։ Փլուզվավ, սովետներ փլուզվավ։ Շանթ։ Իմիջայլոց կնեք մի բան ասեմ։ Ինձ որ Արաբատյանի դնում եք մի խմբի մեջ, ես դա հասկանում եմ։ Բայց այդտեղ ուրիշ անուններ էլ հնչես, ինձ հետաքրքիր է ուր է գնում սա, էլի։ Ասում եմ խմբի մեջ չի, դաշտի մեջ է։ Հա դաշտի պոզիցիայից դուք եք հանդես գալի, դրա համար ես ստիպված փորձում եմ ձեր այդ բանավեճը տանեմ։ Պրոբլեմը ուզում եմ վերադառնանք մտքին, էլի։ Հա, ասեցի էլի։ Չէ, ես նախ փորձեցի հիմնավորեմ, որ պայքարողները բոլորն էլ դերակատար եղել են։ Դրան իմաստը գլխավոր խնդիրը ինչ եմ ասում, որ ես ձեզնից ոչ մեկի չեմ լսել։ Ընդհանրապես, այս ինչ որ խոսում ենք, դաժե թողենք, վեկալենք։ Բայց ճիշտ եմ, այս ներողություն ես էլ ասեմ հստակած։ Ճիշտ եմ հասկանում, որ ինձ հիմա մեղադրում եք իշխանամետ լինելու մեջ։ Ընդհանրապես ասի դուք իշխանամետ չեք, դրա համար եք ես դա ասում։ Ասում եք թեև մի անգամ լսեցի, որ ասեց, որ Փաշինյանը դա չի նշանակում, որ տղամարդն է պայմանականորեն, բայց եթե ես դրանից հետևեցնեի, ենա չէի ասի դուք իշխանամետ։ Okay, շնորհակալություն։ Չէ, ես ասում եմ ուղղակի ասեցիք, բայց էլի չեմ։ Էդի համարում եմ ավելի շատ ռետորական կամ իրոնիկ պահված։ Վերադառնանք թեմային, հա, հետաքրքիր է։ Հիմա տեսեք, ես համարում եմ ընդհանրապես Հայաստանը հլը մի պահ թողենք։ Վերցնենք Իռլանդիա, վերցնենք, չգիտեմ, Մոզամբիկ, ցանկացած ворզեր ասած երկիրը։ Ազգ ու պետություն կարա կերտվի, եթե կա դաստիարակություն արժեքային։ Միանշանակ։ Ոչ մեկից էլ չեմ լսել, որ դուք ելնեք ժողովրդին քարոզեք։ Մեկը գալի ասում է բարեփոխումների փաթեթ բերեմ, մեկը գալի ասում է զենքերը շատացնեմ, ուժեղացնեմ։ Հետևանքներ, ես այդ կոնտեքստում մի անգամ չեմ լսել, որ ժողովրդին քարոզեք, որ ասեք ժողովուրդ ջան, կրթությունը вообще կապ չունի։ Դաստիարակությունն է կարևոր, են էլ բարոյական արժի համակարգի դաստիարակությունը, հա։ Ու դրա համար բոլորը իմ համար մտնում եք թշնամիների ճամբար։ Всё, մենք թշնամի ենք։ Պատասխանեք հիմա։ Դուք ինձ թշնամի չեք, այդ հայ այնքան տես մարդիկ կան, բայց դուք ակտիվ եք, խելացի եք, զարմանում եմ ինչի չեք քարոզում, որ եթե գալի զարմանում հարատեմ։ Ու ավարտեմ։ Հիմա երբ որ դուք ասում եք 91-ից իբր անկախ ենք, բայց չեղավ, որովհետև 91-ից դաստիարակության որակը ավելի ընկավ, քան սովետական Հայաստանի ժամանակ։ Շատ ավելի ընկավ, ոչնչացվեց վերջնականապես։ Հիմա բայց գամ ասացի համաձայն չեք, ենա համաձայն եք։ Որտեվ ավելի ընկավ չէ, շատ ավելի ընկավ։ Նես չէր որ բարձր է։ Ասում եմ ավելի չընկավ է, շատ ավելի ընկավ։ Այդ մասով համաձայն չէ, որ ոչ թե ավելի, այլ շատ։ Ռետորական բան։ Այդ արժեքների պահով մի քիչ խոսանք։ Շան ջան, ես գիտեմ, որ դուք մոնոպոլիա եք սահմանել այդ արժեքների թեմայի վրա, ես բազմաթիվ անգամներ լսել եմ, այդ մեղադրանքներ եմ լսել մնացած բոլորին, որ որևէ մեկը մոնոպոլիա չեմ սահմանել, իպրոստը ես հելա նոյեմբերի 5-ին արժեքների հեղափոխություն հռչակեցի, այդ ձեր ասած 15 հոգով, 13 հոգով դատվեցինք, հիմա այտենց բնական է, ով որ առաջակաշում իդեան, հիմա դրա հետ ասոցացնում եմ։ Հիմա հայրիկյան անկախության գաղափարը մոնոպոլիա չի արել, բայց ինքը անկախության խորհրդանիշն է։ Պատասխանեմ էլի, որտեվ այս հարցը շատ է հնչել մեղադրանքը, հիմա ուղիղ իմ ներկայությամբ հնչեց, որի համար շնորհակալ եմ, պատասխանեմ։ Բայց դուք համաձայն եք, որ ազգերին կերտումը արժե համակարգը։ Միանշանակ։ Ոչնչացումը արժեքների դեգրադացիա։ Առավել քան համաձայն եմ։ Առավել քան համաձայն եմ։ Այդ բանը մեղադրանքը անընդհատ որ հնչում է, ես այլոց մասին չեմ խոսի, բայց ինչքան հասկացել եմ այս տարիների ընթացքում իմ խոսածածը եւ օրինակ Պապյանի անունը տվեցիք, Պապյանի խոսածածը, հենց դրա մասին է, մենք կարող է արժեք բառը ամեն խոսակցության մեջ չենք ասում, բայց մեր ամբողջ ես իր անունից չեմ ուզում խոսել, բայց իմ գնահատականը իր խոսքին նույնպիսին է, որ ինքն էլ այդ նույն բանը անում, ինչ որ ես այդ առումով։ Մեր ամբողջ կամ իմ ամբողջ խոսվածքը, ասածը եւ մեսիջը, որ ես փորձում եմ փոխանցել ինձ լսողների, ինչ եմ ասում ժողովրդին, ժողովրդը ինչ չի լսում։ Պետք է չի որ լսի, իրանք թքացել ունեն իմ ասածների վրա։ Դա արժեքների մասին է։ Այն երբ որ ես ասում եմ պետք է ունենալ արժանապատվություն,
պետք է հայրենիքը պահել, չի կարելի էս, չի կարելի այն, երբ որ ես ասում եմ, որ սա ոչ կլաս չունեցող պահվածք է, կլաս ռուսերենով չէ, ասենք լատինական իմաստով, հա, անգլերեն իմաստով։ Դա այդ բոլոր արժեքների մասին է խոսքը գնում։ Ազգայինի վրա շեշտ դնելը դա արժեքների մասն է, երբ որ արժեք բառը չենք ասում ձեր պես։ Ես ազգայինի վրա չեմ դնում, մարդկային բարոյական արժեհամակարգը։ Բայց այդ ամեն ինչը ինչի մասին գոնե ես խոսում եմ, դա արժեքների մասն է խոսքը։ Չպետք չի ասել դա ենթադրվող է հասարակության համար։ Դա արժեք է, մենք արժեքի մասին հասարակություն կորցրել արժեքները։ Բայց այդ մեղադրանքը կներեք ընդհանրապես էզոթերիկ մեղադրանք։ Մի րոպե, մի հասարակություն, որը ինքը կորցրել է արժեքները կամ դեգրադացվել է, նա այդքան հեշտ չի ընկալի, եթե նա այդի կարևոր է։ Միգուցե կան հասարակություններ, որտեղ արժեք երբևէ չի եղել։ Միգուցե կան այդպիսի հասարակություններ։ Այդպես հասարակություններ կան, մեկը իրանց իշխողներն են իրանց արժեհամակարգը ներդնում, այնքան ինչքան պետք է։ Ես խոսում եմ Հայաստանի, մենք տեսնում ենք, չէ՞։ Ես խոսում եմ Հայաստանի մասին, օրինակ դաժե կարող է դա Հայաստանին է վերաբերում, որ արժեք չի եղել երբևէ, կարող է։ Չէ, մի րոպե ասեմ։ Խորենացին գրել է այդ արժեքների դեգրադացիայի մասին, ողբում գրել է։ Դեգրադացիայի չէ, արժեքների չլինելու։ Չէ, ոչ չի եղել, բա Խորենացին խիա գրում, ասում։ Խորենացին, Շանթ, Խորենացին 5-րդ դարի պատմիչ է, թեև պնդումներ կան, որ 7-րդ դար, բայց ես համոզված եմ, որ 5-րդ դար։ Բայց 5-րդ դարը դա հայոց ոսկե դարն է պատմության մեջ, երբ որ ազգային ինքնագիտակցությունը եւ ազգային ինքնությունը ձևավորումը հասավ ավարտին, ամբողջացավ։ Եվ դա աշխարհում ամենաառաջին դեպքերից էր պատմության մեջ, որտեղ հայերը մտածում են, թե Տիգրան Մեծի օրոքելը եղել են ազգային ինքնագիտակցությունը, ինչ կար 5-րդ դարում կամ դրանից հետո չի եղել։ Խորենացին ընդունում եք միանշանակ։ Բայց նրանից առաջ, եթե ներողություն ասեմ, ավարտեմ միտքս որպես պատմաբան, եթե Խորենացին 5-րդ դարում այդ բանը ասում է, դա նշանակում է, որ Իրանից առաջ հաստատ շատ ավելի լուրջ խնդիրներ են եղել։ Եվ իրենից հետո էլ են շատ ավելի լուրջ խնդիրներ եղել։ Հիմա թողեք ես ասեմ նույն Խորենացուն մեջ բերելով, երբ որ ինքը խոսում է Արտաշես արքայի մասին, ասում է նրա օրոք անմշակ դաշտ ու ձոր բան չմնաց։ Այսինքն ինքը ըստ էության ասում է, որ գործազրկության խնդիր է լուծել, այսօրվա տերմիններով եմ էլի ասում։ Հետո երբ որ ինքը ասում է, որ սահմանակարեր դրեց ոչ միայն սահմաններին, այլև այս գյուղում խոսքի դու քյոխվայես 100 մետրը քոնա, ես ռամիկ եմ 10 մետրը իմն է, իրավունք չունես իմ դաշտ մտնես, դու էլի իշխողը դու ես շատը քոնա։ Այսինքն ինքը սեփականության իրավունքը Արտաշես արքան երաշխավորեց։ Հետի հենց խոսում է, որ այն ժամանակ եղել է այդ արժեքները։ Չէ, դա է խոսում այն մասին, որ պետական կառավարում է իրականացվել։ Մի օրում Արտաշես արքան ասում է 15 հոգու տվեց ազնվականի կոչում։ Ասում է օրինակ Դիմաքսյանների դինաստիան ինչի ստեղծեց ասում է, եւ որ արդեն Երևանում մեջ մտնում էին պալատը այնտեղ ակրանան կռի վերանում, այս Դիմաքսյանը քաջ զինվորեր ասում է, քանի հոգու կոտորելով մտավ դուռը բացեց, տվին ասում է դեմքը կիսվավ, արքան ասում է որ հաղթեց գահը նստեց, ասեց որ քո երեխեքին կանջես դուք այլևս կոչվեք Դիմաքսյաններ, որ մարդկային պատմության մեջ մեր ժողովրդի բոլորը իմանան ինչ եք դուք Դիմաքսյան, որ ձեր հերը սենց հերոսություն է արել, տվել են դեմքը կիսել են ու այդ բանը հերոսական դրվագը պետք է ձեր ցեղի հետ միշտ շարունակի։ Տրունիների մասին էլ ասում են գանձապա, այսինքն Խորենացին գրում է, որ արժի համակարգը եղե Արտաշեսի վաղ դրված։ Չէ։ Ով էր Արտաշեսը։ Ասեցի Արտաշեսը ով էր։ Ստրատեգոսներ նշանակված սելևկյան կայսրության կողմից, որը առիթը օգտագործեց անկախացնեց որը ծագումով Նազարբայևը, Թուքմեն Բաշինյուսը, բայց Դեմիրճյանը դա չարեց։ Ասեմ էլի։ Արտաշեսը ծագումով իրանական ծագում ունեցող, իրանական բարձրավանդակից ծագող։ Չէ, նույնիսկ դու ուրիշ Արտաշեսի մասն ես ասում, այդ աշխարհակալի մասն ես երևի։ Ես ասում եմ Արտաշեսյան դինաստիայի հիմնադիր այն Արտավազդի հորը, որը բանի պատերազմը որ նույն բանն Արտաշեսյանները բոլորը նույն ծագում։ Մի րոպե, չէ, ես դրա մասին չեմ խոսում։ Ես ասում եմ նույն բանն է այն առումով, որ Արտաշեսյան դինաստիան ծագում էր իրանական բարձրավանդակից, ինչպես եւ արշակունիները, որոնք ավելի միջին Ասիայից էին։ Արտաշեսի ժառանգորդներն են։
Ես ասում եմ ստրատեգոս Չեմ Արտաշեսի կարողանում մասին։ ավարտել միտքս։ Հա, հիմա ես անձերի վրա չեմ ուզում կենտրոն։ Ես Չէ, դու ասում ես չի եղել, նախ ես კი կարա Արտաշեսի անունը չտայի, ասե 200 տարի։ Շատ ասեմ, հետո ասա։ Չէ, դու ես ասում որ չի եղել դրանից առաջ արժի Ես համակարգ։ խնդրում եմ մի փոքր։ Ես չեմ ասում արժի համակարգ չի եղել։ Ամփոփեք, Չէ, ասի, որ մի հարցի մասին դեռ խոսում։ Բայց սա ամենակարևոր հարցն է ու կարծում եմ արժե վիճել, որտեղ Դե նաև դուք գիտեք, որ շանթի հետ միշտ երկար է մի հատ բան էլ, մի հատ բան էլ ասեմ, հետո որ դուք խոսաք, ասում եմ որ դուք ասում եք մենք խոսում ենք արժանապատվություն, դուք ճիշտ եք ասում, բայց եթե հասարակությունը Ջան ավարտեմ էլի, այդ միտքս չեմ կարող, մի նախադասություն պիտի ասեմ։ Դա դուք չես թողեցի Արտաշեսյան դինաստիան դա պետականաստեղծ դինաստիա էր։ Գրեթե բոլոր թագավորներով Արտաշեսյանների 1-2 բացառությամբ։ Նրանք պետական, երբ որ դու պետության ղեկավարի մասին ես խոսում, ընդ որում բացարձակ իշխանություն ունեցող կառավար չի, ոչ դեմոկրատիա կար, ոչ բան կար, Աթենքի պես էլ չէր որ դեմոկրատիա լիներ հին։ Ոչ, բացարձակ միապետություն էր, բացարձակ միապետի օրենացուց առաջ արժի համակարգ, ես չեմ ավարտել խոսքս, որ ասենք ինչ եմ ասել։ Ոնց ասեցիք։ Բացարձակ միապետության պայմաններում խոսել ժողովրդի արժեքներից, երբ որ բացարձակ միապետի գործողությունները վերագրենք ժողովրդի արժեքներ ունենալու հանգամանքին, սահմանակարեր եւ այլն, դա պետականաստեղծ, պետականակերտ, պետականա կառավարիչ գործողություններ են եղել։ Դա կլինի Արտաշես առաջինը, թե կլինի Արտաշես 47-րդը, բացարձակ կարևոր չի։ Մենք խոսում ենք դինաստիայի մասին։ Մենք չենք խոսում ժողովրդի մասին։ Այ խորենացին խոսել է հայ ժողովրդի մասին։ Չէ, հենց դուք ասիք, որ Չէ, ժողովրդի մասին չի խոսել։ մի րոպե, ասել է դրանից, չէ, ասում է իշխանները վախկոտ անարի, չգիտեմ ինչ, զինվորականները զենք հատող, հարբեցող, գիտեմ որ Ներողություն, մոնղոլների կամ թուրքմենների մասին չի խոսում, չէ՞։ Հոգևորականները ասում է ծույլ, չգիտեմ, գիտությունները հատող, ես իմ գիտեմ ինչ, ինքը խոսում է էլիտայի մասին, նաև իշխում է ժողովրդի մասին։ Բայց դուք դա չասիք, դուք ասիք, որ իր ժամանակ եղել է ոսկե դարը, դրանից առաջ հաջորդ արժի համակարգ չի ունեցել, ասեցի նույն հղում անվելով Ես չասի հաջորդ արժի համակարգ չի ունեցել։ Ես հարց տվեցի խորենացում, որ մեզ վերել հարց տվեցի, ասեցի միգուցե չի եղել։ Չէ, միգուցե դրանից հետո էլ չի եղել։ Ես էլ ասեմ, եղել է ու փաստել էլ բերել։ Դե որ ասում եք, ուրեմն տենց է եղել։ Բայց թողեք ոնց ասեք այդպես է։ Ընդհանրապես աշխարհում երբեք հասարակությունը ամբողջովին ինքը չի հելնում արժեքների հեղափոխություն անում կամ այդպես չի, համաձայն չեմ։ Մի րոպե ես ավարտեմ, ելիք չեք համաձայնվի։ Ու այդ արժեքների հայաստական հեղափոխությունը ինչ էր։ Հենց այդ է ուզում օրինակ բերել, ուրեմն Բաբկեն Հարությունյանը կա, չգիտեմ, գիտեք թե չէ, ով մացիկա։ Իմ ուսուցիչն է եղել, իմ դեկանն է եղել, իմ լավ բարեկամը։ Մի օր Բաբկեն Հարությունյանը այդ այս թեմաներով շատ է իթում խոսում ենք, ասում է Շանտ, ասում է, այդ մարդկանց անհատների ու հասարակության ամբողջների զանգվածների դերի բանի մասին ես մի քիչ նիչեական մտածելակերպով եմ սկզբից ձևավորվել, մանավանդ պայմաններն էլ դրան նպաստ է, ասիկ երբ որ դուք ասում եք անկախություն Հայաստանում հերետ էլ ուզում մի քանի ընկերների հետ, այդ անհատականությունը, անհատի դերը հիմա միշտ ոնց որ կարևորել եմ ու մաքսիմում մերժել եմ, որ ասում է բանը զանգվածներն են, որ պատմությունը որոշում է Սյանեյան, Մույն Բաբկեն Հարությունյանի հետ խոսում էինք, այդ տեսակետները ասեց Շանտ ասեց, մինչև հիմա պատմաբանները, մասնագետները Ֆրանսիայում վիճում են, թե Բաստիլի գրավում եղել է 3-400 հոգով, թե 3-4000 հոգով։ Բայց Ֆրանսիան այդ մի 30 միլիոն բնակություն է ունեցել։ Ու ասենք բոլշևիկները որ եկան, հիմա որ կարդում ես, ասում է 800-ից 1000 հոգի հարձակման ձմեռային պալատը գրավեցին։ Եվ որ մի Ռուսաստանը կարող է մի 80 միլիոն, 100 միլիոն եղած է եղել։ Բայց ներկայացնում էին տասնյակ միլիոնների։ Հակառակ պարագայում չէին հաջողի։ Չէ, բա հիմա ձեզ դուք ուզում եք ասեք հայ ժողովուրդը իր վիճակից դժգոհ չի։ Չէ։ Ոսման չէ։ Անհատները դժգոհ են հայ ժողովուրդը։ Ըստ էության, մի րոպե դժգոհ է գնում ընտրում եք, ես իշխանությանը, որ այս վիճակի պատասխանատու է, դժգոհ չի։ 49% ըստ պաշտոնականի եմ ասում, Շանտ դժգոհությունը որտեղ եք տեսնում։ Շանտ։ Մի րոպե 49% պաշտոնական թվերով, եթե կեղծի, ասենք կեղծիք չի, ամենաարդարն է, բայց 91 թվից մինչև այսօր Հայաստանում բացի երևի Լևոնինությունը մնացածը կեղծվել է Լևոնին ուղղակի կարիքել չի։ Ինչ գիտեք, դա էլ չի կեղծվել։ Չէ, դա կարծում եմ, օրինակ Հայրիկյանն ասում է կեղծվել է, այստեղ ես լսել եմ, որ լցրել են այն ժամանակ։ Չէ, լցնելը հարցի մյուս կողմն է, կարող է 84% չէ։ Ասում եմ, կարող է 84% չլեր, ելներ ասեք 64%, որտեվ Լևոն Տեր-Պետրոսյանը այդտեղ արտահայտում էր հայ ժողովրդի շահերը, որը նաև համընկնում էր ռուսական իմպերիայի շահերին։ Ըստ է համադրություն եղավ։ Երբեք չեմ կարծում, որ նա երբևէ արտահայտել է հայ ժողովրդի շահերը։
Չէ, Ղարաբաղ էր սաղ ժողովուրդը ուզում, ասենք անկախություն չէին ուզում։ Բայց Տեր-Պետրոսյանը չէր ուզում Ղարաբաղ, թե ուզում էր։ Ինքը Ղարաբաղ էր ուզում, ընդդեմ անկախության, Հետո Ղարաբաղը պոկեց, անկախացրեց։ Չէ, հիմա իր Որ Լևոնի հետո գնա Ադրբեջանին։ ասում եմ հայ ժողովրդի հիմա պաշտոնական թվերով Նիկոլը ունի 49%։ 51% հայ ժողովրդի մոտ ճուզել որտեղ եք տեսնում։ Այդ ճուզելը ինչով արտահայտվում, բացի Շանթի եւ Հայկի խոսելուց։ Մի խոսելուց։ րոպե, ասում եմ 51%-ը Նիկոլին չի ընտրել։ Այլ հարց, որ Հայկը, Շանթը, Պողոսը, Պետրոսը չեն կարացել քարոզեն ընդհանրապես չի էլ գնացել ընտրության եւ դրանով ընտրել է Նիկոլին։ Չէ, չի գնացել հիմա։ Բայց այդտեղ Նիկոլի անձը հեչ կարևոր չի, այդ անունը արդեն կարևոր չի։ Դուք եք ասում, կարևորը իշխանությունը եւ օրակարգն է։ Ես ասում եմ աշխարհում ոչ մի ժողովուրդ։ Ասում եմ դժգոհություն։ Իր մեծամասնության մեջ չի ելը ինքը իշքան է դժգոհի։ Հիմա հետ դա շատ սխալ թեզ է, այդպես չի։ Սովետի մեջ, որ դուք ասում եք ինչ էին անում։ Եվ որ քարոզչություն էր այդում դիսիդենտների կողմից, էսի սխալա, էնի սխալա, մարդը սեփական, այդմա իր դզող փչող աշխատեմ, բռնումա BХՍ-ը տանումա։ Քարոզչությունը ոնց է։ Այս բոլորը այնքան դեր խաղաց։ Ընկեր Սովետում շատ ոնց էր ընթանում այդ քարոզչությունը թերթերով ռադիոյով, Սովետում Պարոն Ղուշյանի մոտ գալով։ Նա դիսդեսի Հայկ ջան, 17 միլիոն պաշտոնապես եղել է կոմունիստական կուսակցության անդամ, չհաշված ուժային կառույցները, KGB, բանակ, մանակ, չէ։ Եվ որ Սովետը փլուզվում էր, 1 միլիոն մարդ չէին կարող հանեին փողոց։ 17 միլիոն կուսակցական կար է, կուսակցականը կոնկուրսը ջարդում էին, փակում էին շենքերը, Ձորը տանձի հետ։ Տարբեր ժամանակներ են, տարբեր վիճակներ են։ Կներեք, ինչի դուք Արտաշեսի վրա օրինակ եք բերեն, որ մի հատ անձ էլիտա դրեց, մրեց, հիմա է որ ասում են բոլոր դարերում ատենց։ Պրոստը ստե մի քիչ խաղի կանոնները բարդացել է, գերտերությունները կարողանում են այլ երկրներին միջամտեն, ասենք իմ ու կոնոման տղեն հայ ժողովուրդը դժգոհ է, հայ ժողովուրդը դժգոհ է, պայքար կա, այս ամեն ինչը ըստ քո խոսքերի։ Ասում են բոլոր երկրներում բոլոր տեղերում էլ այսպիսի վիճակ է։ Գումիլովի մի հատ կարտա, ասում են կան պասիոնարներ եւ կան բաներ, այդ հարմոնիստիներ։ Սա կոչվում է ատմասկա, հայ ժողովրդին ատմասկա անել։ Պարոնեք, մի րոպե խնդրում եմ։ Դու ես ատմասկա տալի պայքարողներին, չպայքարողներին։ Չպայքարողը եւ պայքարողը ովքեր են։ Պայքարողներն ովքեր են։ Պայքարողը ես եմ, իմ ընկերներն են։ Ու ասեցի չէ, մի քանի ես Շանջան եթերներով ես պայքարում։ Ինչո՞վ։ Որ գնում ես եթերներ խոսում ես պայքարում ես։ Հիմա ես գլխավոր պայքարը ո՞րն եմ համարում։ Ինչի երկու ընտրությունների ասի կմասնակցեմ, չեմ մասնակցում։ Ես համարում եմ հասարակության բավարար հասարակությանը չեմ կարացել արժեքների կարևորությունը։ Դու ես մեղավոր ոչ թե հասարակությունը, որ թքած ունի քո արժեքների վրա։ Չէ, մեղավոր եմ, մեղավոր չեմ, ես ասում մեղավոր չեմ, բայց ինձ մեղավոր չես, ինչ ես ասում, ես եմ մեղավոր։ Նոր ասի ես եմ մեղավոր։ Չէ, կարող է լավ չեմ արել, չեմ արել։ Չես ասի, ես ասեմ կարող է լավ չեմ արել, ոչ թե մեղավոր եմ։ Դրանք տարբեր բան են։ Դե որ լավ չես արել, մեղավոր ես էլի, տարբեր բաներ չեն։ Չէ, ես պարզ ճշմարտություն ասել եմ, մի բան մարդ որ լավ չի անում, լավ չանելու մեջ մեղավոր չի։ Չէ։ Լավը չէ, մի րոպե տարական ճշմարտություն ասելու համար պետք չի հատուկ մեթոդներ կիրառել։ Բայց եթե հասարակությանը ճշտանները կարողացել են դեգրադացնել, կոպեսներն են լուսալենք են վերջնական։ Շանտ, ասեմ հետևյալը։ Շանտ, լսի, ոչ մի հասարակության հնարավոր չի դեգրադացնել, եթե հասարակությունը չի ուզում դեգրադացվի։ Ինչ չի թվում, ես քեզ ասում եմ որպես քաղաքացի։ Հասարակությունը պիտի ուզենա դեգրադացվի։ Չէ, թողեք ես իմ ասելիքը ավարտեմ կարևորը։ Հիմա ես ասում եմ, որ ընդհանրապես օրինակ այդտե Հիտլերն է լավ գրում Mein Kampf-ի վերև։ Լավ էլի մի բանար է, մի ցիկի էլի այդ կերպարները։ Մի րոպե, ես դա վիրավորական է իմ համար, երբ որ դու այդ ես ասում եմ մեղավոր հրեշին ցիտում ես, մի ցիտի։ Ես Քեմալ Աթաթուրքից եմ օրինակ վերում, Մուսոլինից եմ վերում, բոլորից ովքեր խելոք Չէ, ինձ հետաքրքիր չի։ Նա սես բան ասել։ Ես կարամ չասեմ նրան, բայց կլի որ ուրիշին ցիտում եմ հեղինակային։ Հիմա մեղավոր ավստրիացի ցիտելու արժանի չի, մի ցիտի։ Ասում եմ, մի րոպե ինձ լսեք, ասում եմ, որ ես ինչի գրեցի Mein Kampf-ը։ Ասում եմ, ընդհանրապես գրավոր խոսքը զանգվածներին չի ոգևորում։ Բանավոր խոսքն է ոգևորում, սկսած Քրիստոսից Մուհամեդով եւ այլ աշխատանքը, որ դու ցիտում ես, ցնդաբանությունա ոտքից գլուխ։ Գրած ասում եմ, գրածը ինչ։ Ասում, մի րոպե էլի։ Այմարդ հիմա դու հոգեկան ես որ չասեի իր անունը չտայի։ Մարդակեր, մարդասպան հիվանդին ցիտում ես, մի ցիտի, ճիշտ չի։ Չէ, ես դու մի բան ասում ես 600,000 հայ է սպանել, մի ցիտի այդ մարդը։ Այդ մարդը հայ չի սպանել։ Կազգաս ընդհանրակ ասել է ով է հիշում հայերի ցեղասպանությունը։
Բայց այսինքն կարող ենք միատել մենք անել, այ դա է ասել։ Ճշմարտությունը Ասելա լավ են արել թուրքերը արել։ Լավ չեն արել ասելա։ Իր ասած իմաստը դա է Շան, դու եք հասկացել։ Էդ էլ չգիտես ուրեմն նա ասում է որ ասում է Չինգիզ խանը ասում է նայեք ով է հիշում հայերի ցեղասպանության մասին, ուրեմն մենք էլ կարող ենք անել, դա է ասել։ Ով է ասում մի րոպե ասում է Չինգիզ խանը թեթև սրտով կոտորում էր միլիոնավոր կանանց եւ երեխաների։ Բայց պատմությունը նրան հիշում է որպես սոսկ մեծ կայսրության հիմնադրի։ Դու ասում ես հաղթողներին չեն դատում, ու ով է հիշում։ Դու արդարացնում ես այդ անբարոյական հրեշավոր բաները։ Ճշմարտությունը ասել ցավոք սրտի, որ մենք դաս քաղենք։ Դրա մասին է խոսքը, բայց ես ուրիշ բան էի ասում, թողենք իր անունը։ Ասում եմ, վեկալեք ուրիշ բան կարդացեք, կտենաք, ուղղակի իր մոտ եմ ես առաջի անգամ հանդիպել։ Ասում է, որ բանավոր խոսքը ավելի ազդում զանգվածների վրա, քան գրավոր խոսքը։ Քո խոսքը ազդել է զանգվածների վրա։ Հիմա ես ասում եմ, հենց էդ էի ասում։ Ես ինչի չեմ մասնակցում, ասում եմ, դեռ բավարար, այսպես ասած, հասունացման արժե համակարգի կարևորության հասարակությունը չի եկել, որ շատ վաղ ասում են ախպերի բաժեկների ինչ կապ ունի, որ ինչ ես կարծում, ինչի չի եկել։ Որտեղ կան հակառակ ճշտամիներ, որոնք հա դեգրադացնում են, աշխատանքի Բայց ինչի են դեգրադացիան ընտրում, քո խոսքը արժեքների չեն ընտրում։ Մենակ են, որովհետև բախեմ դժգոհ, որ հայկը խելացի տեղացի չէ։ Մենակ, ինչի քո պես շատ մարդիկ չկան։ Բակու հետ հիմա բանավեճ եմ անում, որ կամ դու էլ գաս այդ մտքին, ասես ախպեր։ Ես նոր պիտի գամ այդ մտքին, այսինքն։ Հա, որտեղ երբ որ դու ասում ես արժանապատվություն ունենա, հիմա ստեղ դու ինձ դաստիարակես, ես գամ այդ մտքին։ Դաստիարակելու արժի քեզի գլխի եմ գցում, կարող է ուշադիր չես եղել կամ դրա կարևորությունը չես ջոգել։ Ես ուշադիր չէի։ Բայց ես նաև ճշտում եմ, որ հնարավոր է որ հայկը երբևէ ժողովրդին ասի ախպեր արժեքների հեղափոխությունա պետք, որ մենք չմեռնենք։ Հայկի ասածը առաջին օրվանից դա է։ Չէ, այդպես չի որ ասում ես խոսում ենք սաղ էլ ինչ որ բանից խոսում են, մարդիկ ասում են ես հանճարների ու տաղանդների կուսակցություն եմ ստեղծել, ուրեմն արդեն ես այդ խնդիրը լուծել եմ։ Ո՞ր ասում է, էական չի դա։ Հիմա ես ասում եմ պետքա հասարակությանը դետալ քարոզել, շատերը ասում են քեզ ավելի հրավիրում կան ինձ։ Ես մի րոպե, ես դրա համար ասում եմ, քարոզում եմ արժեքները ու դրա համար քանի ես քարոզում եմ, եթե կստացվի կոնսոլիդացիա, ես վստահ եմ որ պայքարում ես, քանի դեռ դու պայքարում ես արժեքներ քարոզելով, մի րոպե, արժեքներ քարոզելով, հեսա Զանգեզուրը կտանեն, հետո կգան Երևան։ Այստեղ նայեք տարածքը երկրորդականը, եթե ազգը ունի ինքը բարոյական ոգի, եթե ես խոսքը մեջում Բա մենք այդ ոգին նախ կա կարող է բավարար չի այսօր։ Եթե արժեքները լինի, ոգին կուժեղանա։ Հարց եմ տալիս կա, ոգի կա։ Հա ոչ չէ։ Բա եթե ես կամ լիքը մարդ կա, Հայրիկյանը կա, Ազատ Արշակյանը կա, չգիտեմ, Վարդան Հարությունյանը կա։ Ազատ Արշակյանը այս իշխանության հետ է։ Չէ, թողենք ես խոսում եմ։ Ոնց թողենք։ Ասում ես Ազատ Արշակյանը կա արժեքներ բան, ինչքան գիտեմ իշխանության կենսագրությունը ավելին է, քան իր։ Այսինքն անցյալում որ լավ բան են արել, այսօր Մինչև անկախություն այդ մարդիկ հաղթեցին։ Բայց այսօրվա դիրքորոշումը հետ։ Այսօր էլ ինքը ռուսների դեմ շատ ճիշտ քննադատում։ Ռուսներն են խնդիրը։ Ինքը սկի Նիկոլին չէր պաշտպանում։ Ուղղակի չէր քննադատում, որտեղ ինքը ասում է երկու ճակատով չեմ կարող կռվեմ։ Էդի Բիսմարկից սկսած ասել են երկու ճակատով հնարավոր չի կռվել։ Հա, Ռուսաստանի դեմ հատկապես։ Բայց ես ավարտում եմ, ասում եմ, քանի արժեքների բանը չի եղել կոնսոլիդացիա հանրային գիտակցության մեջ այդ սպառնալիքը կա մեր երկրի, բայց նաև ես եկել եմ այն մտքին, որ այսօր գլխավոր խնդիրը լուծելու համար նախ պետք է հասարակությանը քարոզես արժեքների կարևորությունը, ոչ միայն արժեքները, այլ արժեքների կարևորությունը, դերն ու նշանակությունը։ Հիմա որ դուք ասիք դու չես պայքարում, ինչ ես անում, ասի այսօր իմ խնդիրն է, ասենք կարող ես 7-րդ դարում ապրեի, հելեի գյուղից գյուղ ընկնեի բանը, ես պանիր հացը վզիս մեշոկը վզիս, եթե գյուղից գյուղ կայնեի են Մուհամեդի բանի պես քարոզեի, բայց հիմա կա էկրան, ես առիթը բոլոր էկրանում խոսում եմ, դաժե մարդիկ ասում են զզվացրել է այդ արժեքներից ու Բա տեսնում ես, փաստորեն պահանջակ չկա։ Բայց կողմնակ չէ, բայց կողմնակիցներն են հայտնվում։ Հիմա ես գտնում եմ որ այդ բավարար չի այդ կողմնակիցները, որպեսզի արժեք պրետենզիան ո՞րն է։ Չկա պրետենզիա չկա, լավ, մի րոպե։ Քանի որ մեր զրույցը աննկատ փոխանցվեց դարձավ բանավեճ, ես չէի ուզում։ Այդպես մի բանավեճ չի Չէ, հասկացա, բայց ժամանակը դուք պարոնեք մի ժամից ավելի մենք եթերում ենք։ Ես առաջարկում եմ այսօր այսքանով սահմանափակենք, թող մարդիկ յուրացնեն, մարսեն ձեր այսօրվա ասածը, որպեսզի վաղը միսօրը հնարավոր լինի շարունակենք, համամիտ եք։ Միանշանակ։ Շելի բարեկամներ, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այսօրվա մեր
բանավեճի արդեն մասնակիցներին եւ հուսալ որ նման իսկապես հետարքիր բանավեճեր առաջիկայում կլինեն անպայման մենք հրավիրում ենք բոլոր ցանկացողներին եւ Շանթ Հարությունյանը եւ մեր շատ հարգարժան Հայկ Մարտիրոսյանը պատրաստ են այդ բանավեճերը մենք էլ չենք իրանք թողան վիճեն այդ արժեքների դե լավ այսօր այսքանով համանապակում ենք լավ մնացեք մեր ոգին երբեք չի կոտրվելու մենք շարունակելու ենք մեր պայքարը այսօր այսքանը ցտեսություն